Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սիրելի ժողովուրդ, այսօր մարտի 8-ն է, օրը ուրբաթ եւ եթերում է հանրային դատ հաղորդաշարը։ Մարտուտի կապակցությամբ մեր շնորհավորանքները մեր սիրելի կանանց, քույրերին, մայրերին ամենաառաջնահերթության սկզբունքով մենք այսօր հաղորդման ժամանակ մի քանի անգամ հնարավորություն կունենանք շնորհավորելու մեր իքական սերի կամ գեղեցիկ սերի ներկայացուցիչներին մարտի 8-ի կապակցությամբ։ Ուղղակի որպես նախաբան միանգամից մի բանի շնորհավորենք, ապա փուլ-փուլ կանրադառնանք շնորհավորանքներին։ Ես նաև տեղյակ լինելով, որ Վարդան Ղուկասյանի աուդիտորիայի գերակշիռ մասը կազմում են կանայք, չնայած նրան, որ մեր հաղորդումը իր ստեղծման իսկ օրվանից կրում է ոչ նորմատիվ լեքսիկա, որովհետև այլ կերպ մեր ժողովուրդը շատ կոպիտ ասվեց, ներողություն, մեր պետական այրերը, եթե կարելի է օգտագործել այդ բառակապակցությունը, այլ լեզու չեն հասկանում։ Եվ չնայած դրան, միշտ էլ մեր հաղորդման աուդիտորիայի, նորից եմ ասում, գերակշիռ մասը եղել են կանայք։ Դա պատահական չէ, որովհետև սոցիալական անարդարությունների հետ եւ բազմաթիվ պետաիրավական խնդիրների հետ ավելի շատ առնչվում են կանայք։ Եվ հենց իրենք են հասկանում, տեսնում, թե ինչ վիճակի մեջ է գտնվում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իշխանությունը, պետական մարմինները եւ առաջնորդելով հայ կնոջ կերպարով, որը որ ցավոք սրտի ընդունված է, պետքա լինել համեստ, զուսպ, չհայոյել, չվիճել, դա գեղեցիկ չէ եւ այլն, մեր պետական չինովնիկները անում են շատ եւ շատ, այսպես ասած, չարաշահումներ եւ ոչ բոլոր կանայք ունեն Երևանյան 20 շենքի բառապաշար կամ լեքսիկոն։ Եվ այդ բառապաշարի բառամթերքի պակասը այն սրտի հովանքը իրենք զգում են եւ շարունակում են զգալ միմիայն հանրային դատ հաղորդաշարով, որովհետև իրանք չեն կարող քֆուր տալ ռուզիկ։ Դες օրինակ ռուզիկը շատ գեղեցիկ կերպով կարողացել էր Քոչարյան Անդոյին տեղը դնել, օգտագործելով գրական լեքսիկոն, այնտեղ չգիտեմ, գյոտ է, մոտ է, նույնպես հասկացնելով ինչ կարծիք ունի Քոչարյան Անդոյի մասին, բայց ցավոք սրտի մեր հայ կանանց ոչ մեծ մասն է կարողանում առաջնորդվել միջազգային գրականության բառապաշարով։ Ինչևից է, մենք սկսենք մեր հաղորդումը, մեր մշտական անդամները իրենց տեղերում են, դա պարոն Աբազյան, Անդոյ, Մալչիկ по имени Սասուն, Վայե Ղազարյան, Տահաճմարտ, Արգիշտ, Քրիստիկ եւ Ռուզիկ։ Լրացուցիչ կերպով ուզում եմ Քրիստիկին եւ Ռուզիկին եւս շնորհավորել մարտի 8-ի կապակցությամբ։ Քրիստիկ, մոտենում ես էտա դուրն եւ ներս ես հրավիրում այսօրվա մեր հյուրերին։ Զարոբյան, Սարմեն եւ Անտարային փողոցի բնակիչները ցանկանում են այսօր հյուրընկալվել Վիոլա ջրին։ Վիոլա ջրի ղեկավար կազմին ներս հրավիրեք, անցեք նստեք այս տոնական օրով։ Դատավոր, նախկին դատավոր, ինձ դատած դատավոր Արշակ Վարդանյան, Երևանի քաղաքապետարան Իա Թայֆով, ամբողջ Երևանի քաղաքապետարանին խնդրում եմ այսօր ներս հրավիրեք իմ երկու բոզի տղեկին էլ հետը, Վահան եւ Վահե, բայց դուք երկու պոռնիկի տղեկով անցեք դեպի Գյոթնոց։ Так, Չիլինգարյան Մելսիկ նախկին սպառազինության վարչության պետ, բանակը դպցրած անձնավորություն, ՀՀԿ իր ղեկավար կազմով հանրապետական կուսակցություն,
Կարեն Անդրեասյան ԲԴԽ ինչպես նաև Արմավիրի դատավոր Հ Մանուկյան Առողջապահության նախարար Սևուկ Ուլիկ Պորնիկ Բալիկ Քեթրինի Միրան Քեթրինի Նիկոլ Փաշինյան իր նախարարներով կառավարության կազմով Սերժ Սարգսյանին ասել ենք Գյումրեցի Մարտունիկ Գրիգորյանը Ադոր տղա Կամո Գրիգորյանը Կարեն Գրիգորյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահի տղա Նիկողոսյան Էդգար Արմենի Յա Պապայի խետն ձեռն բռնուկ Աբովյան քերակատարողական հիմնարկից հերթական բոզզի տղեկ Գեգամ Վարդանյան ռեժիմի պետ եւ իհարկե Գասպարյան Էդո Ղախպի տղա անցնում եք եւս գյոտնոց Մեր հաղորդման այլևս մշտական հյուր Սպայկի Դավիթը յա ագարկա կնգա հետ միասին դու էլ անցնում ես գարլախնոց այ բոզի տղա Так Յունիբանկի ղեկավար կազմը Ոմն Գոգա մասնաճյուղի կառավարիչը երևի անցինստի ինչ են Ղախպի անունը Գագիկ Մելքոնյան ազգային ժողովի պատգամավոր անցի Գանդոն դու ես անցնում գարլխնոց Գարլխնոցի գլխավոր նակազատ անող Գագո Յակե որտենում տրամադրություն բարձրանում Գարլխնոցի գլխավոր նակազատ անող ընտանիքով տեղով ցեղով ազգով մե բարերար Գագիկ Ծառուկյան ապլաուս Գասպադա խնդրեմ արա էս որ գալամա չէ լրիվ մորթամա լրիվ անձնակազմն ուրինտեղ նստուկ Սկսենք, մենք ընթացքում սիստեմատիկաբար կանրադառնանք էտա թեմաներին և այսպես, վիոլա ջուր Ես արդեն հոգնել եմ վիոլա ջուր Հայաստանի էլեկտրոցանցեր վիոլա ջուր այս երկու հիմնակ ձեռնարկությունները որոնք որ բացարձակապես են որ ասեմ բռնաբարում են ամբողջ ազգին բառից ամենաբուն իմաստով Հիմիկվանից ուզում եմ հայտարարել մեր Հայաստանի Հանրապետության բնակիչների համար հարգելի բնակիչներ Իմ անձնական կարծիքը վիոլա ջրի և Հայաստանի էլեկտրոցանցերի հետ կապված թե վիոլա ջուրը, թե Հայաստանի էլեկտրոցանցերը պետք է պետականացվեն Այն պետք է դառնա պետական սեփականություն Չգիտեմ 50%-ով թե 100%-ով նու ցանկալի է 100 միանշանակ մշտական եկամտի աղբյուր հնարավոր չի վերցնել տալ ինչ իբր թե ֆրանսիացիների ինչ ֆրանսիացիներ Վիոլա ջրի գլխավոր սեփականատերերից մեկը Տալոն Մարգարյան, կակոյ ֆրանցուզ Տալոն Մարգարյանը երևի ֆրանսերեն գիտի մենակ bonjour Էն էլ գիտի թե չգիտի ես չգիտեմ Եթե չգիտի հիմա գրեց bonjour Ուրեմն Զարոբյան, Սարմենի և Անտարային փողոցի բնակիչներ ահազանգում են ասում են ամիսը մի քանի անգամ մեր ջուրը կտրում են ասում են վթարա ամսվա այս գլխից վթարա այն գլխից վթարա Հարգելի բնակիչներ, ես ձեզ շատ լավ հասկանում եմ, որ միայն դուք չեք, ամբողջ հանրապետությունից, մարզերով, քաղաքներով, ռայոններով, Երևանի մասին վաբշե չեմ խոսում, այն
Փարաքարի օթանավակայան, այրոպորտ ճանապարհը տեսակ արդեն մեքենաները թաղվում են փոսերի մեջ։ Հիմա դա էլ Արմավիրի մարզպետարանինն է։ Ես ասել եմ մարզպետարանները ծծցնել, փակել, լիկվիդացնել, չի լինելու մարզպետարան։ Վիոլա ջուր էլեկտրոցանցեր պետական սեփականություն եւ վերջ։ Հանրապետական հիվանդանոցը պետականացնել, Սպայկեն պետականացնել, Գրանդ Տոբակոն պետականացնել։ Այն կազմակերպությունները, որոնք որ հանրային բնույթ են կրում, դրանք բոլորը պետքա պետականացվեն։ Հիմա այս սաղ ժողովուրդը Զարոբյան, Սարմեն, Անտարային ասում է մենք ուզում ենք գնանք Վիոլա ջրի սեփականատերերի տունը ծածցնենք անլվա վիճակում, որ մեր ջուրերը սիստեմատիկաբար կտրվեն։ Ես մեծ սիրով այս փողոցի բոլոր բնակիչներին ճամփում եմ Վիոլա ջրի ղեկավար կազմի տուն, ինչ պոզայով, ինչ ձևով, լվացած թե չլվացած դլոններով ու խեռերով, այնքան ծծցնեք, մինչև ջուրը դառնա անսպառ, ընկնեն ջուր ման որ մի հատ լվացվեն, անցնեն մյուս բնակչի եղածը գլը անելու, ջուր չգտնեն, ստիպացնեն մեկի մեզը օգտագործեն, լվացվեն, որ անցնեն մյուսի սեռական օրգանը լպստեն, էլ ինչ ասեմ ես։ Ասեք ինչ ասեմ ես։ Լավ, ինչքան կարելի է տաշիր սամո, Վիոլա ջուշ, ցինկվի դագաղը դնեմ ձեզ, լակերովը նչե ցինկվի, որ փագլնի, գրուզ դվեսցի, որ ձեր ընտանիքի անդամները չկայանան ձեր քիթու բերանը տենան։ Լավ, սրա վերջը երբ է գալու, հա։ Ես հասկանում եմ, ընդունում եմ ձեր ահազանգերը սիրելի քաղաքացիներ, բայց մեր ձեռը իշխանություն չկա։ Դուք տեսնում եք, որ նկատում եք կառավարության նիստի ժամանակ լուսն են անջատում վարչապետ կոչված երևույթի վրան։ Չի կանչում, չի ծածցնում։ Դուք ընկել եք նորից եմ ասում, սրա փրկությունը ջրի լուծման հարցը, այդ ինչ բանը ոնց որ բանի ժամանակ, կառավարության նիստի ժամանակ ուրա։ Ես այս հատվածը կակրաս ուզում եմ դնեմ։ Շատերը երևի չեն լսել։ Ուրա։ Ջրի ընկալումը որպես հիմա ամեն օրվա այդ ջուրը որպես ապրանք ավելի կարևոր եւ ավելի թանկարժեք է դառնում։ Եվ մենք մի խնդրի հետ պետք է առերեսվենք։ Այդ նույնն է, որ գնանք մտնենք բան, օրինակ Mercedes-ի սալոն, հանենք 100,000 դրամ տանք, ասենք ինձ մի հատ տեսեք ինչ լավ ավտո կա, մի հատ տվեք։ Կծիծաղեմ մեր վրա։ Ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը մոտավորապես այդպիսին է։ Հայաստանի Հանրապետության Նիկոլ Փաշինյան կոչված վարչապետի ելույթը, այսինքն ինչ է նշանակում ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը, սաղի տներում դրածա ջրաչափ։ Մարդ ինչքան ջուր օգտագործում է, դրա վճարը տալիս է, դրանից են կողմ, ինչ վերաբերմունք ես դու ուզում։ Եթե դու խոսում ես արտեզյան ջրերի մասին, որ Արարատյան դաշտավայրում դրած ծծցնում է, գնացեք կպեք այդ արտեզյան ջուր օգտագործողներին։ Հայաստանի Հանրապետությունը չունի ծով, չունի մի հատ նորմալ, չգիտեմ ինչ, լիճ, բայց ռակա արտահանում, ձուկա արտահանում, ոնց ես չգիտեմ։ Դու հիմա էլ պտտվում, մտածում է հիմա ոնց սկսեն ժողովրդին կթել, մտածում է հիմա էլ ջրի հարցով, դու ջրի մատակարարման որակ ապահովում ես, այ բոզի տղա։ Այդ օրներ բան էին դրել, նյուզայերներ, որներ հոդված էր դրել, թե Լեննագանի պարեկները ինչ ձև են ծծցնում շոֆերներին, մեղավոր են, մեղավոր չեն, տեղյակ են, տեղյակ չեն, ավտոյի մեջ նստած ակտավոր գրում են։ Հետո ասում է քաղաքացին տուգանման մատերիալ չի, խնդրեմ։ И это еще только цветочки։ Իմ վերաբերմունքը որպես պետական գործ չի, ես ասում եմ Վիոլա ջուրը, Հայաստանի էլեկտրոցանցերը պետք է դառնան պետական։ Իշխանության գալու անմիջապես հետո մեկ ամսվա պատալոգ
1 ամսվա ընթացքում այս երկու կամպանիաները պիտի պետականացվեն։ Ինչի հետ ուզում է որ Հայաստանի իշխանությունը ունենա բախում, Ռուսաստան կլինի, Եվրոպա կլինի, Ֆրանսիա, ով ուզում է լինի պետականացումը եւ վերջ։ Այնպես որ սիրելի Զարոբյան, Սարմեն եւ Անտարային փողոց եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության բնակիչներ դիմացեք մինչեւ Վարդան Ղուկասյանի գալը ձեր քվեով։ Դատավոր Արշակ Վարդանյան կար, ուրա հեսա այս մարդը։ Ուրեմն բանը մամուլում երբ որ տեսա գրեդրվել էր որ Արշակ Վարդանյանի լիազորությունները դադարեցվել է, դե ինձ դատող դատավորն է, բանը Գասպարյան Վովայի ցուցումով։ Ինձ հետաքրքրեց ինչն ա եղել պատճառը, նույն վրա էլ նաև բան բողոք գրող դատավորն է, որ Արշակ Վարդանյանի լիազորությունները դադարեցրել են։ Հետաքրքրեց։ Բանից պարզվում է, սիրելի ժողովուրդ, որ կա դատավորների ոնց որ ասես, չգիտեմ, դա խումբ է, Viber-ի մեջ խումբ են ունեցել, տոլի WhatsApp-ի մեջ կարևոր չէ, ինչ որ մի հատ տենց հեռախոսային քյաքյով եղել է խումբ, որ գրուպա, որ սա դատավորները միտեղ են հավաքված, չգիտեմ, եւ այլն, եւ այդ փակ խմբի մեջ դատավորներով սկսել են խլեշել Աննա Բոլեյնին։ Ну, մեկն ասել է ծծցնեմ, մեկն ասել է կուկուլալանեմ, այն մեկն ասել է մցնեմ չհանեմ, այն մեկն ասել է այդ ագարկեն, մյուսն ասել է այդ պուտանկեն եւ այլն։ Եվ ո՞ց հաստատվել, որ այս խումբը հասանելի է դարել ԲԴԽ-ում։ ԲԴԽ Աբազի հիմնարկ եւ այլն տեսել են, որ դատավորները փակ խմբի մեջ Աննա Բոլեյին ծծցնելի։ Եվ այն որ ասում է կուժն ու կուլեն ջարդվել է դատավոր Արշակ Վարդանյանի գլխին, երևի ամենավորը քֆուր տվող եղել է Արշակ Վարդանյանը, ոչ եմ կանչելին, ասել են, «Էս ինչա դուք ասես այդ առաջի տիկին», այնա չգիտեմ ինչա պատասխանը, ինչ ճիշտը եւ Արշակ Վարդանյանին ասել են դիում գրի եւ եղի հաջողություն։ Ну, բնականաբար առաջին հայացքից դա այդպես էլ պիտի լինի, որովհետև եթե դու աշխատում ես այս իշխանության հետ, կապ չունի, դատավոր, միլպետ, չգիտեմ, ինչ որ մի այլ խերգալող, դու պրոստը բարոյական իրավունք չունես հայոյելու տվյալ իշխանության ղեկավարի կնգան, որը որ ամբողջովին արժանի է հայոյելու։ Ինչ ուզում է թող ասեն այդ բոշին։ Այդ համաբացահայտվել է եւ գործից ազատվել է։ Հիմա ես ուզում եմ ասեմ, որ մոտակար ժամանակներս հնարավոր է նաև այլ դատավորներ եւս ազատվեն իրենց զբաղեցրած պաշտոններից, Աննա Բոլեյնին, փակ Viber-ը, WhatsApp-ը, խումբը չգիտեմ, որ հետո չասեն, խափը Viber չի, Telegram-ը, խմբով խռելու համար։ Սա ուղղակի ինֆորմացիա մեր հասարակության համար։ Ու իմիջիալոց մինչև այսօր մենք չտեսանք այդ դատավորների վեյթինգ էին անում, ինչ խեռը գլուխ էին անում, մոռացել են, ելով է հիշում այդ դատավորների թեման, ոչ մեկ, բրծավ, վերջ, ատենց բան գոյություն չունի։ Տեսնեմ ստեղ մյուս բողոքը։ Ուրեմն ինձ երևակայի չեմ կարա թիվ ասեմ, ոչ 10, ոչ 20, ոչ 40, ոչ 50, պրոստը թիվը հնարավոր չի ասել։ Յուրաքանչյուր երկրորդ, եթե երկրորդ, երրորդ նամակը, որը ես ստանում եմ Messenger-ով, Telegram-ով, WhatsApp-ով, չգիտեմ այնտեղ այլ եւ այլ ճանապարհներով, վերաբերվում է էլեկտրոնային դեղատոմսերին, որից որ բողոքում են հասարակության բոլոր շերտերը, բողոքում են անգամ բժիշկները, բողոքում են անգամ դեղատան աշխատողները եւ քաղաքացիները։ Սա, եթե իմ տեսակետն եք ուզում հարցնել հարգելի քաղաքացիներ, սա ամենաբոզիտաղա օրենքներից մեկն էր, որը բերեցին, կապեցին այս մարդկանց ժանին։ Մարդիկ, որոնք ունեն քրոնիկական հիվանդություն, չգիտեմ, զոբա, ասթմայա եւ այլն, ու այդ մարդը սիստեմատիկաբար խմել է այդ դեղերը առանց ռեցեպտի։ Հիմա պիտի ամեն անգամ տվյալ քաղաքացին, ում պրիստուպը բռնել է, ում հարկավոր է իր այդ զոբի դեղը եւ հորմոններ եւ այլն, պիտի ամեն ամիս գնա հասնի դեղատուն,
հերթ վերցնի, օր վերցնի, հերթ կանգնի, որ ամեն անգամ դեղատոմս գրվի եւ այդ խեղճ մարդը գնա, հələ մի հատ է պիտի օր կարանա, հիմա այսօր մտավ գրանցվավ, մի 10 օրից նոր կարող է հերթը հասնի, 10 օրը ինչա խմելու տվյալ հիվանդը ես չգիտեմ քրոնիկական, գնա վեկալի նոր գնա առնի իա դեղը դեղատոմսով։ Ինձ հարցնում են իմ կարծիքը, ինչպիսին է ձեր կարծիքը, պարոն Ղուկասյան։ Պարոն Ղուկասյանը հայտարարում է հասարակության բոլոր շերտերի համար, նորից եմ կրկնում, սիրելի ժողովուրդ։ Իշխանության գալուն պես Վարդան Ղուկասյանը չեղարկելու է բոլոր որոշումները, բոլոր օրենքները, բոլոր հրամանները, ինչը ընդունվել է սրանց կողմից։ Լավն է, վատն է, բոլորը չեղարկելու են, սկսած այն ռեստորաններում, որ աղաման չպիտի լինի, սկսած դա ես աղամանը կողխելու եմ, մեջը լիքը աղ, այս շլդիկ, բոզի տաղու, դլոյի մեջ, ու այդ աղը սենց մեջը ենքան թապտամ մինչև աղը հեղուկ վիճակում աշկերից դուրս գայս ագարկի, այս սևուկուլիկ պորնիկ բալիկի, աղաման կլինի դա, այդ ավտոմեքենաների միջի այդ ապծեշկեքը կլինի դա, այս ամենախայտարակ օրեն անտիբիոտիկները պիտի լինեն առանց ռեցեպտ։ Աշխարհը կլինի ոտիկ պահանջի, որ Հայաստանում պիտի անտիբիոտիկը լինի ռեցեպտով, չի լինելու անտիբիոտիկը ռեցեպտով։ Ով ինչ ուզում է թողն առի խմի։ Ես այդ օրենքն ընդունելու եմ։ Սրանց կողմից ընդունված բոլոր օրենքները չեղարկվելու են։ Այն որ ասում է հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Էլեկտրոնային դեղատոմս հասկացողությունը վերանալու է։ Իսկ հիմա մենք ուզենք չուզենք, պարտավոր ենք հանդուրժելու։ Միասնական տրանսպորտի են գինը, որ որոշել են, վերանալու է։ Ինչ օրենք ընդունել են։ Այս բոզի տղեկից ոչ մի բան չի մնալու։ Օպտեմ բերտ։ Ամեն օր, ամեն րոպե քնում են, մտածում են, ինչ օրենք ընդունենք, որ մարդու վիճակը բարդացնենք։ Գումարած այդ բանակեն շիշ բռողը որ բերել են ղաղբային օրենքը, բանակի, այդ էլ չեղարկվելու։ Այն մարդիկ, ովքեր հիմա կցն բռնա մտածում են վճարեն գանք Հայաստան այդ բանակի օրենքը, մի վճարեք, մի եկեք։ Ոչ մի բան մի արեք, որովհետև այդ օրենքները չեղարկվելու են։ Ինչ սրանք ընդունել են չեղարկվել, այն շին թույլտվությունները, որոնք որ տվել են բանով, կոնդով, ֆիզիկայի ինստիտուտով, ֆիզիոթերապևտիկ ինստիտուտով, լրիվ չեղարկվելու են։ Այն շենքեր են, ինչ են ղախպի տղի անունը, Ձերժավայի Արկադիկ էր, ինչ է, ուղղակի չեմ ուզում անունները խառնեմ, են որ պետական համալսարանի հանրակացարանը պրոսպեկտի վրա զավթե սարքմա հյուրանոց։ Այդ գեղեցիկ հյուրանոցը ես սարքելու եմ հանրակացարան։ Եվ առհասարակ Երևան քաղաքում գործող այն հյուրանոցները, որոնք պատկանում են այս կամ այն օլիգարխին, ես սարքելու եմ ուսանողական հանրակացարան, երկար ժամանակ մտածում էի, ինչ կարելի է անել։ Որոշեցի, որ ամենաճիշտը ուսանողական հանրակացարան, մեկը կլինի պոլիտեխնիկինը, մյուսը կլինի պետական համալսարանը, մեկը կլինի բժշկական համալսարանինը, եւ դա դառնալու է հանրակացարան։ Դուք ելես որ սիրուն սարքեք։ Են բանը անիշա քետնի միրան ուրեմն չգիտեմ ինչքանով է այս տեղեկատվությունը ճիշտ սուտ համապատասխանում չի համապատասխանում եւ այլն քետնի միրան կոչված անձնավորությունը առաջարկել է սրանց բավականին լուրջ թիվ որ ասում է տասնյակ հարյուրավոր միլիոնավոր դոլարներ, որ ես տամ, մենակ հետ վերադառնամ Հայաստան։ Չգիտեմ, խի սրանք ասում են նետ։ Օրինակ, ես ելնեի իշխանության տեղը, կասեի դուր, արի։ Մարդը կտար, կգար, հենց այլապորտում իր կբռնվեր։ Ու հիմա ինգեր Ռուսաստանի դեսպանի հետ են սունած արծիվներ ինչ են խաչիկյաններ ինչ երևույթեր եւ այլն դրանց հետ միասին Ռուսաստանով հույս ունեն իշխանափոխություն անելու Հայաստանի Հանրապետությունում ոտ вам
Ես մի հատ հարց եմ ուզում տամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը։ Մի հատ ինձ խնդրում եմ կասեք, ինչ եղավ հարավ-հյուսիս ավտոճանապարհը։ Այդ հարավ-հյուսիս ավտոճանապարհը պիտի հանձնվեր 2016 թվին, 18 թվին, շուտես մի թվի պիտի հանձնվեր։ 1.5 միլիարդ վեկալավ Սերժ Սարգսյանը հարավ-հյուսիս էր սարքում, մինչև այսօր ոչ թիվը կա, ոչ փողը կա, ոչ անունը կա, դաժե մարդիկ ման մոռացել են, ոնց որ մոռացան Քետինի Միրանի բանը 3 տոննա նարկոտիկը, 2 տոննա բանը բռնեցի տալացիք, էլ մի տոննան էլ իբր թե պատապման բռնվավ Հայաստանի Հանրապետությունում։ Մենք դեռ չհասկացանք ինչ է լավ այդ նարկոտիկները, ինչ եղավ հարավ-հյուսիսը։ Փոխարենը որոշակի լրագրողներով եւ լրատվամիջոցներով 3 չէ մյուս օրը հանրապետական կուսակցությունը կազմակերպել էր հարցում փողոցում պրոսպեկտի վրան։ Մարդկանց բերեք օխել էին դալանի տակ, լրագրողը կայնել էր մի քիչ վերև եւ հատ-հատ այդ մարդիկ դալանի տակից դուրս են գալիս իբր թե որպես հասարական ցորտ, լրագրողը մոտենում է բարև ձեզ, ում կտակ ձեր ձայնը, այնտեղ հանրապետական կուսակցությանը, շնորհակալություն գնաց, մյուսն ագալը բարև ձեզ, ում կտակ ձեր ձայնը, այդ թվում են քրտնախաշ Դավիթը, Սերժ Սարգսյանը եւ առաջին հայացքից տպավորություն էր, թե դա ուղակի պատահական անցորդներ են։ Ժողովուրդ զանգել են, ասում են, պարոն Ղուկասյան, կողել են շենքի դալանի տակ, հավքել են մի քանի հոգու, անդից հատ-հատ բաց են թողում, դե լրագրողը գիտի արդեն ովքեր են։ Մոտենում է, բարև ձեզ, ում եք ընտրելու, այնի Սերժ Սարգսյան, բարև ձեզ, ում եք ընտրելու, Հանրապետական կուսակցություն, բարև ձեզ, ում եք ընտրելու։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, Սերժ Սարգսյան, դու քեզ ես խափը, թե ժողովրդին։ Չէ, հարց։ Ում ես դու խափում։ Լավ, ինչ ձևով, ինչ մեթոդով բացատրենք, որ ձեզ վերարտադրումը բացառվում է, ուղղակի бацарվում է, ձեզ եւ тупой русներին։ Вот как объяснить русским идиотам, что возврат к власти бывших исключено? Миран Погосян, Аршак Карапетян, Шармазанов и так далее. Исключено. Не будет этого. Вот я не знаю, какая ветвь правительства Российской Федерации занимается этими идиотами. Какой идиот оттуда еще плюс. Что думает, что бывшие, но они же и нынешние, могут произвести переворот или прийти к власти в Армении. Вы что, совсем охуели? Не будет. Ուրիշ հերոս մանեկեք, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ նմանատիպես երևույթներից յանց այդ սպուտնիկ աղբի տղեկից յան տվեք։ Չիլնելու։ Որովհետեւ ոչ մի տարբերություն այս գանդոնները թե այն բոլորն էլ բոզի տղա են։ Ու Ռուսաստանը հույսը դրել է Քեթինի Միրանի կամ Արշակ Կարապետյանի վրա։ Հա? Շարմազանովի վրա։ Մի հատ էլ փողոցում հարցում են կազմակերպում, իբր թե միամիտ են մոտենում, Սերժ Սարգսյան։ Իսկապես Սերժ Սարգսյան։ Ուզում եմ հասկանամ, դու քեզ ես խափում, թե ժողովրդին։ Եկա մարդ ես այդ տղա, այ մարդ։ Չեմ ուզում հայոյեմ։ Որ դու նայես էֆիրն, էլի։ Գնա, ինգես Սերժ Սարգսյան, գնա թոշակի, քո այդ միլիարդները վեկալ վերենգի միշև կգա մի հատ նորմալ մարդ, քեզի կվեկալի կտանի բերդ։ Աբովյան քերակատարողական հիմնարկ։ Մենք անդրադարձել էինք այս բոզի տղա հիմնարկին, որտեղ որ Երևակայի սարսափելի բարքերն են տիրում բոլոր գաղութների մեջ։ Գեգամ Վարդանյան, Աբովյան քերակատարողական հիմնարկի ռեժիմի պետ, ինգեր Աբազյան, գրի մոտդ։ Բոզի տղա բարիս ամենաբուն իմաստով։ Իշ սիրած
նախընտրելի կալանավորների եւ դատապարտյալների համար կին բնականաբար եւ տրանսվիստիտ Բերթամը թույլ է տալիս, որպեսզի քերակատարողական հիմնարկ մտնի կրիստալ։ Մեզ տվել են ուրեմն կրիստալ մտցնողի անունը տրանսվիստիտ կամ տրանսգենդեր, չգիտեմ ոնց է կոչում դա, Վիկա անունով տեսակցողը, որը որ եղունգի տակ դնելով կրիստալի հայտիկները որպես եղունգի բաղադրիչ մաս կամ զարդ, մտցնում է Բերթ։ Տեսակցության ժամանակ փոխանցելով էդիտա, մեդիտա, ինչ-որ դրանց։ Գասպարյան Էդո անունով ղախպի տղեն, ուրեմն որը որ ունենում է, ես չեմ հասկանում, սա ինչ տիպի է բանը ղզղնես, առաջ տենց ղզղնած չէր ոնց որ դե սրան որ ճանաչում էի, գոյություն ունի տրանսվիստիտ կամ տրանս Լարա անունով, ինձ նկարն էլ ուղարկել էին սենց թրաշող ակնոցներով տղայա զոկված զարդարված, սա անգամ սեռական հարաբերություն է հետ ունեցել դրա հետ Բերթում։ Գումարած դրան գոյությունի կալանավոր ոմն անուշ, որը նստած է նարկոտիկով, գրի մոտը անդոմ, որդին բարիգա, վերջերս ազատվել Բերթից, մայրն էլ եւս բարիգա, դեղը ծախմա տնից։ Սրա նարկոտիկներն են բերում այս տրանսվիստիտները Գեղամ Վարդանյանի բարձր հովանու ներքո, անդո, իսկ ես ասեցի ես Բերթով զբաղվի, դու զբաղվում ես։ Ոնց որ թե չէ։ Ամբողջ կանանց գաղութը վախտամա նարկոտիկով։ Քանի որ գնաց խոսք Battery 90%. Connected to Galaxy S22 Ultra. Մայոր Չիբուխչյան։ Այո, Բարև ձեզ մայոր Չիբուխչյան, ձեզ անհանգստացնում է Վարդան Ղուկասյանը։ Ձեր ձերքի տակ թուղթ ու գրիչ կա, պարոն Չիբուխչյան։ Ուրեմն ձեր մոտ գտնվում է Հայկ Արտակի Գալստյան անուն ազգանունով կալանավոր, որը վերջերս է էքստրադիցիա եղել Վրաստանից։ 5-րդ կորպուս Հայկ Արտակի Գալստյան, 5-րդ կորպուս 46 խուց։ այո, Ուրեմն եմ ես ձեզ։ վերջինս իր ձեռքի տակ ունի հեռախոս, որով որ շատ ակտիվ սոցիալական ցանցերով պատրաստում է վարքաբեկիչ նյութեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, օրինակ Գայանե Զարգարյան, Արիաննա Հովսեփյան եւ այլ անձանց վրա։ Ես ուզում եմ հասկանամ ձեր կալանավորի մոտ որ հեռախոս կա, ձեր Բերթի ռեժիմի պետը տեղյակ է թե ոչ։ Ես չեմ կարող ասել Բերթի ռեժիմի պետը տեղյակ է թե ոչ, եթե տեղյակ լիներ հաստատ արդեն արձագանքել ենք մենք։ Դե ես ինֆորմացիան փոխանցում եմ ձեզ։ Այո։ Ինչպես։ Դե ինֆորմացիան փոխանցում եմ ձեզ, որ խցում ինքը ունի հեռախոս, մարդ ով որ մեղադրում է միլիարդ ու կես նարկոտիկի շրջանառության համար, ակտիվ կապի մեջ է հոր հետ էլ գտնվում է Նոբարաշեն քերակատարողական հիմնարկում, դե Նոբարաշեն քերակատարողական հիմնարկի պետին ես հեսա կանդրադառնամ, բայց դուք այդտեղ որպես իգիտություն փոխանցեք ձեր Բերթի ադմինիստրացիային, որ ձեր կալանավորի մոտ կա հեռախոս։ Շնորհակալություն։ Անպայման կփոխանցենք, մենք էլ շտապ կարձագանքենք ձեր։ Շնորհակալություն։ Call ended. Ես հիշեցնեմ, որ Արտակ Գալստյանի որդին վերջերս գլխավոր դատախազության պահանջով Վրաստանից արտահանձնվեց Հայաստանին։ Հայաստանի իշխանությունները, քանի որ ամբողջովին արդեն իանցով են արել Արտակ Գալստյան կոչվածին, որդու գտնվելու վայրը պահում էին կոնֆիդենցիալ, ումից ինձնից, աբսուրդ։
Ես բնականաբար տեղյակ եմ, արդեն տեղյակ եմ, որ տեղա որ բան խցում է, ունի հեռախոս ամեն ինչ, հիմա էլ ասում են, որ շատ հավանական է, եթե դու անես SSS, մենք օտեղին բացենք թողելու։ Ես կխնդրեմ իմ փաստաբաններին համապատասխան գրություն ուղարկի Ինտերպոլ, համապատասխան գրություն ուղարկի Վրաստան, որ եւ Ինտերպոլը, նամանավանդ Ինտերպոլը ֆիքսի իր մոտ, որ Հայաստանի Հանրապետությունը, եթե կեղծ ձևով էր հոդված հարուցել մարդու վրա, որ բերման ենթարկել, որ Ինտերպոլին փաստորեն խաբել են, օգտագործել են Ինտերպոլի կարողությունները, միլիարդ ու կես նարկոտիկի շրջանառությամբ զբաղվող մարդուն բերում են չերես Ինտերպոլ Հայաստան եւ բաց են թողում կամ եթե պիտի բաց թողան, եթե պիտի բաց թողեք, ապա ինչի եք դիմել Ինտերպոլ, ինչի բռնել տվիք, ինչի Վրաստանը բռնեց, հետո որ դուք բերեք եւ քաղաքական առևտուր սարքեիք, այ բոզի տղեկ Արտակ Գալստյանի տղու հարցը։ Ես կխնդրեմ, որ գրեմ, որ սրանց հետո Ինտերպոլը հաշվի առնի իգիտություն, որ Հայաստանի իշխանությունները իրեն օգտագործելով իրականացնում են քաղաքական առևտուր տարբեր մարդկանց հետ։ Ուրեմն մյուսը գրի արգիշ, դու ամեն օր ուրեմն Վահան, Վահե, բոզիս տղեկին կաչում ես կոմոդ քնչական կոմիտե, ինչ գիտեն գրում են։ Դոգա փողարը, դոգա մարդասպան է, դոգա մարդաբռնաբար է, ինչ գիտեն, այնքան, այսինքն գիտեն, չգիտեն, ինչ թելադրում ես, իան գրում են, բայց ապացուցողական բազա 0։ Հիմա ես քեզ բան եմ տալի, թեմա եմ տալի, այ գնաց զբաղվի։ Ուրեմն ինձ փոխանցել են գրի արգիշտ ղախպի տղա գրի ինձ փոխանցել են որ Յունիբանկ գոյությունի ոմն կառավարիչ Գոգա ով 2023 թվականի սկիզբ 2022 թվականի վերջ կոնկրետ չգիտեմ նախքին օպեր Սակոյի միջոցով որ աշխատել է կենտրոնի բաժնում հիմա աշխատում է Յունիբանկում դուրս են եկել Արտակ Գալստյան կոչված ղախպի տղու վրա եւ իմ անվան տակ շորթել են 8 միլիոն դրամ ընկեր Արտակ ասիկն ասելա տվեք որ դոգը ձեզի չքրվի սրանք էլ իրանց պրեմիա են գրել դրամական պարգևատրումներ բանկի հաշվի այդ դրամական պարգևատրումները դրել են ծրարի մեջ ասել են տարեք քցեք դրանց թո շամբերանը փակվի այսինքն այս Գոգան մտածել է որ ինձ է տալը այդ 8 միլիոնը որ ես հասցեին չխոսամ խնդրեմ հիմա քնչական կոմիտեից կանչեմ Գոգային Յունիբանկից նախքին օպեր Սակո կենտրոնի օպերա Պարզը 1 ով է Վայ Պարզը 1 ով այդ ինֆորմացիան տալիս է քնչական կոմիտեին եւ քնչական կոմիտեն էս մարդկանց կանչում ասում են մի հատ եկեք երբ ոնց ինչ պայմաններով եք 8 միլիոն դրամ կարող է մի քիչ ավել մի քիչ պակաս փոխանցել Արտակ Գալստյան Այդ վահե այդ երկու պորնիկի տղեկին որ վեկալե Հավայի տանը բերեմ ես եւ իտոգում բան չկա խնդրեմ ասեմ են Այն որ ասում եք շորթը այս ինձ հա շորթվե իմ թիգունքում գրեցիր վերջացա Իսկ նույն էլ ես հիմա դիմում եմ Յունիբանկի Գոգային ընկեր Յունիբանկի Գոգա Եթե դու չես ուզում, որ ես գամ ձեր տուն, կամ եթե ինձ այս ինֆորմացիան եկել է որպես 100%-անոց ինֆորմացիա, վաղը շաբաթ կիրակի է, երկու շաբթի օրը հլմ գնում ես քնչական կոմիտե եւ գրում ես հաղորդում։ Եթե նման բան եղել է, ու ինձ ասում են եղել է, հելի գնա գրի։ Դու ինձ ես քեզանից 8 միլիոն դրամ չեմ ուզե, ես քեզ չեմ ճանաչել, չեմ վեկալե, չեմ տվել։ Ինչ բոզի տղություն արել են իդիգուկում, հելը գնացեք վեկալե գրեք։ Պարզա։ Ոչ թե դրել ես երկու ղախպի տղեկին տանեմ բերեմ, հետո։ Քանի որ գնաց խոսք ղախպի տղեկից։ Ուրա դնենք Telegram նոր խոսանք որ չասեն այտես բան չկա սուտա խափմա Ուրա դոկումենտնիկը եւ փաստարկնիկը խնդրեմ 1 2 3 4 5 6 7 1 2 3 4 5
6 7 Ստեղ տակնել գրեմ եմ, խնդրեմ։ Սիսի մի րոպե բոզի տղա։ Это Telegram դրուկա, Telegram դրուկա։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ մտեք Telegram։ Մի րոպե իսել, իմը համար բացեմ, որ ավելի հեշտ լինի։ Երևանի քաղաքապետարանը, որը ղեկավարում ընկեր Սիսին, այս ամսի 13-ին քննարկելու է տրանսպորտի թանկացման հարցը։ Ասում է, մենք փող չունենք, որ Երևանի տրանսպորտը շարունակի գործել 100 դրամով։ Երևանի քաղաքապետարան փող նեմա։ Ուրեմն բացում ենք Երևանի քաղաքապետի կարգադրություն։ Это թուղթն գրուկ պեչատուկ Վարդան Ղուկասյանի Telegram կանալ դրուկա։ Մտեք։ Բացում ենք գրածա։ Երևանի քաղաքապետ կարգադրություն 30 հունվարի 2024 թիվ։ Բոզի տղեն կարգադրություն ատվեմ։ Ղեկավարվելով Երևան քաղաքում տեղակայված ինքնակառավարման մասին օրենքեսին չոդվածով բլա 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 հազարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի առանց Երևան վարչական շրջանների մասով բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 04 բաժնի S-ինչ խմբի եւ այլն աջակցություն համայնքային եւ ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին, ծրագրով եւ տնտեսագիտական դասակարգման այլ ընթացիկ դրամաշնորհներ հոդվածով, նախատեսված գումարներից Էդգար Բաղդասարյան Film Production ՍՊԸ-ին հատկացնել 12 միլիոն 525 հազար դրամ։ Մի րոպե, մի հատ բան գտնեմ նոր։ Մի րոպե, այտենց հետաքրքիր չի։ Մի րոպե։ Battery 90%. Connected to Galaxy S22 Ultra. Ահա։ Ուրեմն Էդգար Բաղդասարյան Film Production-ին նորից եմ կրկնում հատկացնել 12 միլիոն 525 հազար դրամ Երևանի մասին պիտի նկարվի ֆիլմ, դոկումենտալ ֆիլմ։ Ուրա Էս սրա Սիսի կնգան, էս երկու ղախպի տղեկի Վահան, Վահեի, ոչ եմ կնանիքին գագո պատրաստվի։ Գումարած դրան, ֆիլմ անդակորը։ 6 հոգու էլ առանձին վեկալելա, էս բոզի տղեն, 6 սցենարիստ Երևանի մասին ֆիլմ անդակարեմ, գագո էս երկի տակ, Սիսի կնգան ու էս նասնգան էլ մեխոցը սրա ես շարունակեմ։ Ուրեմն սցենարիստներ, Գնեն Նալբանդյան, 1 միլիոն դրամ, Թամարա Աբաջան, 1 միլիոն դրամ, Գևորգ Շարամբերյանին 1 միլիոն դրամ, Մելինե Հարությունյան 1 միլիոն դրամ, Վահե Ղազարյան 1 միլիոն դրամ, Լևոն Հախվերդյան 1 միլիոն դրամ, կարճամետրաժ ֆիլմ անդակարը 6 սցենարիստով բոզի տղեն, արվեստից հերու մարդկանց համար, այս երկիտա գագոնցը սնմ այնա, արվեստից, կինոից հերու մարդկանց համար բացատրեմ, օրինակ գլադիատոր
ֆիլմը Գլադիատոր համաշխարհային բրենդ ֆիլմը ունեցել է 3 սցենարիստ ընդամենը Գառնան 17 ակնթարթ Շտիրլից Վյաչեսլավ Ծիխանովը Ծիխի ձևով Սիսի կնկան ծսցնի ունեցել է մի հատ սցենարիստ 12 սերիա է Գառնան 17 ակնթարթ Великолепный век Սուլթան Սուլեյման ունեցել է ընդամենը 2 սցենարիստ Կրոսնի ատեցը ծսցնի ձեզ կրոսնի ձևով ունեցել է 3 սցենարիստ Սանտա Բարբարա 2137 սերիա յուրաքանչյուր սերիան 45 րոպե տևողությամբ Ֆիլմը եթերա գնացել 84 թվից մինչև 93 թիվը ունեցել է ընդամենը 2 հատ սցենարից Dobson Bridget եւ Jerome Հիսուս Նազովրեցի ֆիլմը ունեցել է գլխավոր դերում 65 հոգի հազարավոր դերասաններ ընդամենը 3 սցենարիստ Երևան քաղաքի մասին նկարումա կարճամետրաժ ֆիլմ Բոզի տղեն 6 սցենարիստ ամեն մեկին էլ Երևանի բյուջեից դուրս հատվել 1 միլիոն դրամ 6 միլիոն դրամ մենակ սցենարիստերին հատվել 12,525,000 դրամ հունվար ամսին որոշել է նկարի ֆիլմ Բոզի տղեն թե ոնց է իակնիգը Երևան քաղաքի ավտոբուսի շոֆերների խերը ծածամ Բոզի տղեն հետո ասում է մենք գումար չունենք դրա համար էլ տրանսպորտը թանկացնում ենք տրանսպորտի թանկացման հետ կապված ուրա հետ է թանկնյատ է թեմա ինչա որոշե Ղախպի տղեն 30 օրվա համար Երևանցին պիտի վճարի 8800 դրամ այսինքն տրանսպորտը մի ամսվա վարձը 8800 դրամ ասում է երթևեկը մենք անսահմանափակ իշքան քպական ավականի կա բոլոր Երևանց ու Վազգենիքը որ կուսակցությանը անսահմանափակ սաղ Երևանցիները ծածացնեն տեղով ընտանիքով եւ այս երկու պոռնիկի տաղուն իատնով տեղով հիմա եթե մարդը Երևանցին առավոտյան ժամը 7-ին 8-ին չգիտեմ դուրս է գալի տնից ակետից գնամա բեկետը գործի տեղից գործը բրծնամա բեկետից գալամա տուն իա վրա նստամա 200 դրամ այս Փաթեթով մի օրվա տրանսպորտի գինը քաղաքացու վրա նստելու է 367 դրամ հասկանալի է գումարած աշխատող ժողովուրդը շաբաթ կիրակի չեն եթում այսինքն ընդամենը 24 օր բայց եթե մենք վեր ենք ածում ամեն օրվա ռասխոդով քաղաքացու վրա իր ուղևորափոխադրումը նստելու է 367 դրամ 167 դրամով ավել Իտոգում 5000 դրամ դրվեց քաղաքացու վզին մի ամսվա մեջ 5000 ավել տրանսպորտի ծախս 90 օրվա համար 23600 դրամ 365 օրվա համար այսինքն մի տարվա համար քաղաքացին պիտի վճարի 88000 դրամ ամսի 12-ին Երևանի ավականու նիստով այս օրենքը պիտի մտնի շրջանառության մեջ հիմա մենք ուշով հետևելու ենք թե ովքեր են կողմ քվեարկելու այս տրանսպորտի գնի թանկացմանը հիմիկվանից ասեմ կողմ են քվեարկելու Վազգենի քուրը իաթայֆով որը որ հանդես է գալի իբրև ընդդիմություն այդ Բոզի տղան հոգեպես իմ երկու նախկին ագարկի վաստակները որոնք որ անցան են կողմ ես այդ օրը ուշադիր հետևելու եմ եւ հորդորելու եմ ընդդիմադիր դաշտի բոլոր ավականիներին կողմ քվեարկած նամանավանդ իմ երկու պոռնիկի տղեկին անպայման ըտե ավականու նիստի ժամանակ
դա կլինի Հայկ Մարությանի թայֆից, դա կլինի Թևանյանի թայֆից, ֆրան ասեն դու բոզի տղա ես։ Ես ուղղակի խրախուսում եմ նման արտահայտություն, որ ասում եմ մենք եկել են գաղափարի համար։ Դե հիմա ես քո գաղափար մամային ծծցնելու եմ, Վահան Ավագյան Վայե Եսայան, եթե դուք ամսի 12-ին քվեարկեցիք կողմ։ Են որ ասում են մի ասեք երեխեքին բուլինգի է ենթարկամ երեխեքին բուլինգի։ Այդ ձեր երեխեքի դասարանները պիտի տենան որ իրանց մամաների, պապաների գրպանին խփողը դուք եք։ Իա կողի նստածի մամա պապանա այդ բոզի տղա օրենքը փաթել երևանցիների գլխին։ Են որ կոնեման ղախպի տղեն որ վազավ մտավ կարմիր գծերը քվեարկեց իմ գլխից թռավ մտավ քվեարկեց պորնիկի ծանունդ հետո ասեցին որ տրանսպորտը չպիտի թանկանա ես էդ էի դրել ձեր դեմը խնդրեմ մենք ուշով հետևելու ենք այս ասում եմ մենք գումար չունենք տրանսպորտը բանանելու պահելու բայց 18 միլիոն դրամ վեկալեմ տալում են շուտ Երևանի մասին կարճաժամկետ ֆիլմ անակարում Ինչ Երևան, ինչ կարճաժամկետ ֆիլմ, ով է գլխավոր դերում, ընկեր Սիսի, Ագառ Կակնիկը, կամ 6 սցենարիստ, գլադիատորը ես հատուկ հանեցի, թե նման կրուպնի ֆիլմերի վրա, քանի սցենարիստ է եղել, Են գյոզալամ գարնան 17 ակնթարն ընդամենը մի հատ սցենարից, Տացյանը Լիոզնովա, մի հատ սցենարիստ է, Կարճաժամկետ ֆիլմ 6 սցենար ամեն մեկի 1 միլիոն դրամ թղթերը դրված են Telegram կանալ ընկեր Վայե Ղազարյան սա փողերի լվացում է Սանտա Բարբարան ունեցել է 2 սցենարիստ 2137 սերիա Բավոս չասեմ սաղ Սանտա Բարբարան ծասցնի Սիսինյա նավարով Սրանցիա նավարով, Սպայկի Դավիթի կնկան առանձնապես Սանտա Բարբարայի երաժշտության տակ են կամարների տակ Սանտա Բարբարայի ենքան ծծցնեն, Սպայկի շոֆերներով հանդերձ գան ու ծծցնեն, այդ բոզի տաղուն։ Մենք բոլորս այդ օրը ուշով սպասելու ենք, ինչպես են քվեարկում։ Իսկ սրանից հետո հանկարծ Տրանսպորտի գինը թանկացրած Վազգենի քուրը, եթե հելավ մտավ ընտրությունների ժամանակ Երևան ու ասեց ես նախ ես ասել եմ կարմիր գծերը չեղարկել Երևան քաղաքում կարմիր գիծ չի լինելու հատուկ մի քանի փողոցի վրա եւ վերջ Ծայրահեղ դեպքում Նուսը Battery 90%. Connected to Galaxy S22 Ultra. Ֆիլմ անկարում Բոզի տղեն գլխավոր դերում Ագարկա կնիկը Շների հետ Ադե զզվսնի սրանք էլ մեռանք ասելով համար եք տալեմ ընկեր Վարդան անենց համար տվեք որ զանգենք ձեզ եւ ընկնենք Չկա տենց համար всё пошел нахуй Սա ինչ էր Ուրեմն Չիլինգարյանի թեմայով Մեռանք բացատրելով Բարև ձեզ Մայոր Մկրտչյան Պարոն Ղուգասյանն է ձեր հետ խոսում ձեր նախկին գոլեգան խնդրում եմ թուղթ ու գրիչ վերցրեք եւ ընդունեք հաղորդում Ինչի վերաբերյալ Գրեք
Գրիգորյան Կամո Մարտունի։ Ինչ։ Գրիգորյան Կամո Մարտունի։ Ահա։ Կամո Մարտունի ծնված 22/10/99 թվական, քաղաք Գյումրի։ Հաջորդը Գրիգորյան Կարեն Մարտունի, ծնված, երկու եղբայր են, ծնված 19-11-2000 թվական, նորից քաղաք Գյումրի։ Սրանք նախկին ազգային ժողովի պատգամավոր Մարտունիկ Գրիգորյանի երկու որդիներն են, որոնք երկուսն էլ ազատված են կեղծ բժշկական փաստաթղթերով պարտադիր զինվորական ծառայությունից։ Սա մեկ, մյուսը գրեք։ Նիկողոսյան Էդգար Արմենի։ Նիկողոսյան։ Նիկողոսյան Էդգար Նիկողոսյան։ Նիկողոսյան Էդգար Արմենի։ Ծնված Ասեք։ 23/07/95 թվական, բնակվում է քաղաք Երևան, Դեմիրճան 17A, Դեմիրճյան։ այո, Դեմիրճան 17A, բնակարան 15, Օնժե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Նիկողոսյան Արմենի որդին է։ Սարկածավորես մարդը ֆուտբոլիստ է եւ ֆուտբոլով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, սակայն ոչ մի առնչություն չունի ֆուտբոլի հետ։ Այս բոլոր 3 անունազգալները փոխանցեք ձեր օպերգծով տեղակալին։ Վաղն առավոտյան։ Շնորհակալություն։ Հաջողություն։ Ես միանգամից ուզում եմ զինվորական դատախազության ռազմական ոստիկանության իմ գոլեգաների համար ասեմ, այս բոլոր անունազգալները, որոնք որ ես ձեզ զանգում փոխանցում եմ, սիրելի հարգելի սպաներ, ես իշխանության գալուն պես ձեզ հրավիրելու եմ իմ մոտ եւ դուք հաթաթ զեկուցելու եք, թե ինչ եք արել այս մարդկանցով։ Եվ չթա Աստված հանկարծ պարզվի, որ դուք չեք իրականացել, բերման չեք ենթարկել կամ փող եք առել թողել եք, նամանավանդ վերաբերում է զինվորական դատախազությանը, այստեղ միանշանակ ռազմական ոստիկանությունը հրապարակային դեպքերով, չգիտեմ, եթե հիմա այդքան հաբրգել է, որ կարա հրապարակային դեպքերով փող առնի, բայց հաստատ Գասպարյան Վովայի ժամանակ հրապարակային դեպքերով ռազմական ոստիկանությունը փող չէր առնում։ Ուղարկում էր միանգամից, որ ասում է ադգերեխա подальше։ Կար Ստեփանյան Հայկ, այն որ ասում է ասերի աս, եւ այդ մարդիկ երբեք հրապարակային ոչ մի բան ղրգմեր, ինչ ուզում է դու դատախազություն անի, այսինքն սրանց պատասխանը տալու է Գյումրվա զինվորական դատախազը, գործող զինվորական դատախազը, որ ոնց ասացել, որ ազգային ժողովի պատգամավոր Մարտունիկի երկու տղեկն էլ մարտի համար պիտանի չէին, անմարտունակ էին։ Ատեն շիլը, լավ, մեկը թող հիվանդլնի խոսքյունակ էպիլեպսիայով, ընգնի թպրտա, էթա բենիզը ջրերը բային մյուսը։ Իսկ ինչ վերաբերում է ֆուտբոլի ֆեդերացիայի Նիկողոսյան Էդգարին, որ ինչքան ես ֆուտբոլի հետ կապ ունեմ, այնքան Նիկողոսյան Էդգարը, որը օգտագործելով ֆուտբոլի անունը, պապայի կապերը ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ էությամբ փալասա եւ տրապկա։ Երբ որ սեփական որդուն հանուն իր PR-ի, որը որ հոր նման խանգարված է, ծծեր անկարամ, վեկալավ գրգես նա ֆոնդ, բայց ասենք սրանց երեխեքը պիտի ազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։ Նաև մի անգամ ես միտեղ կոմենտար տեսա, չեմ հիշում որտեղ, երբ որ ես եթմի վրով էր զանգել էի ռազմական ոստիկանություն, կոմենտեր գրել ԱՊՍ-ի բոզությունն է։ Ուրեմն ես ինչ եմ ուզում պատասխանեմ այն կոնտինգենտին, ով գտնում է, որ մարդուն բանակ ուղարկելը եւ նրան, որ պիտի գնաս բանակ, դա բոզություն է։ Ուրեմն նման մտածելակերպի մարդիկ առնվազն բոզի տղա են։ Հիմնավորեմ ինչու։ Ոչ մեկ
պարտավոր չի մյուսի համար ծառայելու։ Բանակին ծառայելու, պետությանը ծառայելու պարտքը ինքեջ քուչի մտածելակերպով գնացողներ, հա, այն էլ հատուկ կոնտինգենտը դրված է բոլորի վզին։ Եվ այն արտահայտությունը, թե ինքը ձև ունի, պիտի ազատվի, դա ճիշտ է։ Այտենց մտածողը բոզի տղա է։ Բարես ամենաբուն իմաստով։ Հայրենիքի համար զոհվելը, հայրենիքի համար կյանքը տալը, հայրենիքի համար հաշվանդամ դառնալը, դա չպիտի լինի միայն աղքատ բանվոր դասակարգի երեխեքի ճիտին պարտքը։ Դա պիտի լինի բոլորի պարտքը, նամանավանդ օլիգարխիայի, ազգային ժողովի պատգամավորների, քաղաքական կուսակցության լիդերների, պետական գործիչների։ Առաջինը ձեր երեխեքը պիտի գնան բանակ, ոչ թե բանվոր դասակարգը։ Ես երբ որ ռազմական ոստիկանությունում ծառայում էի, ինձ համար առանձնակի հաճույք էր, երբ որ ես գնում էի ունևորի երեխի հետևից, մանվելի սանիգների էժմիածնեցի, նախարարների երեխեքի, այդ Քետրինի Միրանի աղբոր, բանը Կրիսիկի, էլով էր ընդ հին Երևան ռեստորանային համալիրի տիրոջ տղու, ճիշտ է, բերում էինք, բայց բաց էին թողում, Վաչոներ զանգում, Սերժներ զանգում, Հայկազներ զանգում, իտոգում բաց, բայց այն մի քանի ժամը, որ այդ մարդիկ գտնվում էին իմ կաբինետի մեջ կամ ճանապարհը, որ ես բերում էի, նամանավանդ այդ օլիգարխիկ այդ լակ, դա ինձ համար հաճույք էր, որովհետև ես դրանց ոնց են բոզի տղեն ասում, մսե մացնում էի ամենավերջի ձևով, սարքում էի ծաղր ու ծանավ, որովհետև գիտեի բաց են թողելու, վերևից զանգելու են բաց են թողելու, ասենք ժել էի բերում, զանգում էի ճաշարան, այն բան կար, լուսո կար, չգիտեմ, լուսոն սաղա ողջ աշխորհա, որ լուսո կոմարտյութը, լուսո կարա եւ այլն, ասում էի ժելե բերեք, ժելեն բերում էի, բացում էի, նստում էի դեմ, ասում էի ժելե կուտես, գոմիկ, ու ձեր բարոյապես նսեմ ասում էի ոնց կարայի, որովհետեւ գիտեի, ռոպեներ անց թողելու են, մեր ձեռը վլաշ չկա, ինչ ռուսիկ ես հակե, ծծածկած թե չէ, ամեն կերպ տվյալ անձը ենթարկվում էր բարոյական ստորացման։ Հետո պապան զանգում բողոքում էր Վովակո օպերները, դե Վովան էլ գիտեր իմ բառապաշարը, որովհետև շատ դեպքերում նա էլ էր պարտավորված թողելու, Վաչոնա զանգե, ոնց չթողան։ Գլխավոր շտաբի պետնա զանգե, պաշտպանության նախարարնա զանգե եւ այլն, որովհետև սաղ իրար հետ փոխկապված են։ Մի միլիոն անգամ մենակ միջնորդել է Սերժ Սարգսյանը։ Ճիշտ է Սերժ։ Հակառակ դեպքում այդ կամարդ ոնց էր ազատվում։ Մենք բռնում ենք, դուք թողում եք, մենք բռնում ենք, դուք թողում եք։ Ու դա ինքեր լավ տղեկ։ Ոնց որ այսօր, ովքեր են բերթերում նստած։ Սոցիալապես անապահով խավի ժողովուրդ, այդ որ մի հարուստ է։ Հակակոռուպցիոն կոմիտե է, չէ՞ ստեղծվել։ 6 տարի է կա։ 5 տարի, լավ։ 5 տարվա մեջ հակակոռուպցիոն կոմիտեի օգտակար գործակիցը ո՞րն է եղել։ 0 Ումա դատել հակակոռուպցիոն կոմիտե մի հատ ավարտված քրեական գործ դատավճիռը օրինական ուժի մեջ մտած 0 Դամար ես հայտարարել եմ, որ ազգային անվտանգության մեջ պիտի մտնի հակակոռուպցիոն կոմիտեն, փակել, ցրել, լիկվիդացնել, քնչական կոմիտեն բաժանել մասերի ՊՆ-ն իա քնչականը, ԿԳԲ-ն իա քնչականը, ՊԿ իա քնչականը, իսկ քնչականը կողել նորից ներքին գործերի նախարարության կազմի մեջ, չի լինելու քնչական կոմիտե, լիկվիդացնել Հակակոռուպցիոն կոմիտե չի լինելու, լիկվիդացնել, հակակոռուպցիոն դատարան չի լինելու, լիկվիդացնել, մարզպետարաններ չեն լինելու, լիկվիդացնել, քաղաքապետարանում բացի քաղաքապետի, մեկ էլ փոխքաղաքապետի ծառայողական մեքենա, ուրիշ ոչ մեկ ծառայողական մեքենա չի ունեն, դաժե կարող քաղաքապետն էլ զրկվի ծառայողական մեքենայից, թող տրանսպորտով գնա գա կամ անձնական մեքենայով, սաղ լիկվիդացնել, Արգենտինայի նախագահի նման, իմ քեֆը բերում այդ խելագարը, այն էլ այմի նման քյալ են թափած, սաղ դրեց փագեց Թողեց 8 նախարարություն։ Սա կոռուպցիայով անցած, մանցած մարդկանց սաղի կմպսնմա։ Մեզ դա է պետք, մեզ ծայրահեղականությունն է պետք այս երկիրը երկիր սարքելու։ Եվ եթե շատերին թվում է, թե զենք բռնելը, բանակում ծառայելը, բանակում զոհվելը միայն աղքատների համար է, ոչ։ Ոչ։ Այսօր հազարավոր մայրեր, տասնյակ հազարավոր արդեն
մայրեր իրենց սերունդից զրկվել են։ Ինչի համար, որովհետև բանակը թալանվել է, բանակը բռնաբարվել է, բանակը նախատեսված է եղել միայն աղքատների համար, եւ վերջապես եղավ այն ինչ որ եղավ։ Կոռուպցիան խեղդում է, Հայաստանի Հանրապետությանը կոռուպցիան խեղդում է։ Ադրբեջանը ամբողջ Ղարաբաղը արդեն ասֆալտապատել է հիանալի ասֆալտով։ 15 տարի է հարավ-հյուսիս ճանապարհ են սարքում, փողնել վերցրել էին 1.5 միլիարդ։ Ինչ արեց Սերժակսյանը, կողեց ոռը, կոռուպցիա չկա։ Իսկ Գրիգորյան Մարտունիկի, Տարոն Մարգարյանի նմանները, Վանեցյան Արթուրի, ինչու ոչ։ Իրանց որդները Գագոյի, իրանց որդները բանակ չեն ծառայել։ Ես չեն ծառայի։ Բայց իրանք ազգային ժողովի պատգամավոր են։ Եղե, այլ մի հատ էլ մինիստր, օլ մի հատ էլ ուզում են առաջադրվեն։ Գագոն բարեգործություններ է անում, նորից բնսկսել է։ Որդին բանակ գնում է, ոչ։ Ոչ, որովհետև բանակը միրխամա։ Ու այսօր ինգեր սան էսա կարադառնանք, քանի որ գնաց խոսք դատական համակարգից։ Մի ոպետ ենանք ես մարդը կա, թե չկա։ Connected to Galaxy S22 Ultra. Ալո, Ալո, այո, բարև ձեզ։ բարև ձեզ։ Ես ինչի եմ զանգահարել ձեզ, Էդուարդ Պողոսյան, ճիշտ եմ։ Ճիշտ է, պարոն Ղուկասյան։ Ուրեմն ձեր ծնողի հետ կապված, դե ես հետևում եմ ձեր ծնողի սպանության դատական գործին, ես իմացա, որ արդեն 4-րդ դատավոր նա, Հ. Մանուկյան, անունը չգիտեմ, Արմավիրի մարզից, հայտնել է ինքնաբացարկ, այսինքն 4 դատավոր ձեր հոր սպանության գործով հրաժարվում են քննել ձեր ծնողի սպանության գործը։ Եվ սա այն գործն է, որ գտնվում է Նիկոլ Փաշինյանի անմիջական հսկողության տակ։ Ես կխնդրեի մի փոքր թարմացնեիք այս տեղեկատվությունը, որովհետև մեր եթերը նայում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ձեր կողմից շատ սիրված անձ։ Լսում ենք ձեզ։ Դենախ նշենք, որ 4-րդ դատավորն է, որ պատրիատ հրաժարվում է այս գործով զբաղվի, ոնց դուք նշեցիք, որ դուք հետևում եք, երևի Հայաստանի Հանրապետություն մենակ ես ու դուք ենք հետևում այս գործի հետևից, խոսում են կոռուպցիոն ինչ-որ գործերից բան, ստեղ նայեք, ես գնում եմ սենց։ Մի րոպե կներեք, ես հիշեցնեմ, որ խնդիրը վերաբերվում է երջանկահիշատակ Մհեր Պողոսյանին, ով սպանվել էր 1994 թվականին, մանվելի աղբեր Հրանտ Գրիգորյանի թեթև ձեռքով եւ ընդեղ փաստաթղթերի մեջ նախկին զամմինիստրը պաշտպանության նախարարության Ալիկ Պետրոսյանը թուղթ էր գրել, որ Մհեր Պողոսյանը զոհվել է Արցախյան ազատամարտում, սակայն սպանվել էր աշտարակի, եթե չեմ սխալվում, այնտեղ Արմավիր կամ աշտարակի բնամարզում, այո, եւ գործը վերաբացվեց 2018 թե 19 թվականին, մի հատ 19 թվականին գործը վերաբացվեց, որ սա սպանություն է եղել, այլ ոչ թե մարդը զոհվել է բանում Ղարաբաղում, ու վերաբացման օրվանից մինչև օրս արդեն 4-րդ դատավորն է, ասում է ես այս գործը չեմ քննի, որովհետև այն մեկն ասում է ես քնել եմ Հրանտ Գրիգորյանի հետ, այն մեկն ասում է ես ծսրել եմ Հրանտ Գրիգորյանի աղջկան, այն մեկն ասում է ինձ աղջիկն է ծսրել, դա համար ես չեմ կարող քննեմ, ասենց սեռական մարտերի արդյունքում 4-րդ դատավորն է ինքնաբացարկ է, ասում է չէ, ես Հրանտ Գրիգորյանի ոռը տեսել եմ, ես հրաժարվում եմ քննելուց։ Հիմա շարունակեք դուք։ Կարճ ես էլ դեց անցնեմ, իմ հերը շատ հայտնի մարդ է եղել, շատ բարի մարդ է եղել, օգնել է նաև բանակի, բիզնեսմեն, երբ որ Հրանտ Գրիգորյանը
սպանեց իմ հորը, իրանք սարքեցին այդ գործը, մթում միամիտ կրակել կպել, հետո սարքեցին մթում Ղարաբաղում են սպանել իմ հորը, Ահա։ հետո որ թավշա չագուչով տղեն եկավ, ես երևի 19 անգամ Հայաստան եմ գնացել, սա փաստաթղթերով ապացուցեցի, որ դա եղել է դիտավորել սպանություն, առաջի անգամ Հայաստանի պատմության մեջ սենց սպանության ծանր գործը բեկանվավ ու ասեց, հա ճիշտ է, էսի չի եղել միամիտ, էսի եղել է բան Սպանություն։ դիտավորյալ սպանություն, հա։ Գործը բեկանվեց, զրոյացրեց այդ 94 թվի որոշումը ու գնաց գործը առաջիացյան դատարան, որպես բան Սպանություն։ 4 տարի պատրաստ տեսեք ինչ է դարքիրա, չէ, 4 թիվն է, 4 տարի պատրաստ, 4 դատավոր ցլում են, տշում են այս գործը, այնուսի ձևից են, ես չեմ անում, վախում են, տոն ինչ են անում, թե ինչ։ Հազար անգամ ներողություն, նայեք, սիրելի ժողովուրդ, ուրեմն գործը վերցրել է դատավոր Հ Մանուկյանը իր վարույթ 2023 թվականի սեպտեմբերին 2023 թվականի սեպտեմբերին դատավորի դեմ բերել են գործ ասել են Պողոսյան Մայերի սպանության գործը քննում ես դու ասում է օքեյ սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր հունվար փետրվար մարտ 7 ամիս անց գործը ստանձնելուց հետո դատավոր Հ Մանուկյանը գալու է այն հա հետաձգելով այն սև քաքը գցելով վրեն մտնում է դատանի դալիճ ասում է հարգելի բան դատախազ մեղադրալ տուժող եւ այլն ես հայտնում եմ ինքնաբացակ որովհետեւ դատավոր ներողություն որովհետեւ Հրանտ Գրիգորյանը անձից ասրել է խոսքի օրինակ ամինքը 7 ամիս անց նոր հայտնում է ինքնաբացակ եղբայր ինքնաբացակ էր հայտնում տվյալ պայն ինքնաբացականը ասես չգիտես ինչ ես Հրանտ Գրիգորյանը քնել եմ ես չեմ կարող քննեմ գործը իրանք ձգում են ժամանակը մտածելով որ ասեք ես կարող եմ օգնեմ կամ հականատեսից մեկը կարող է մահանալ բայց այս 4 ղախպի սերունդներին դուք տեսեք ես ինչ օրն եմ գցել հեսա ես արդեն պատրաստում եմ բոլոր դոկումենտները ՊՏԽ-ով որ սրանց մտնեն սրանց անկողի գիշերով կամ ցերեկով որ հետո ես դիմելու եմ եվրոպական դատարան որ մի հատ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարդով որ հարկ ապունցում այս 4 ղախպի տղեկի պատճառով Հայաստանի Հանրապետությունը ինձ փող է տալու ես սենց եմ գտնում եթե ինչ որ մի կառույց կա որ կոչվում է պետություն որ դրոշ ունի գերբ ունի չէ սրանք դատավորները առաջին մարդիկ են որ պետք է պաշտպանեն չէ պատիվը ասենք ամեն ինչ չէ դրոշի հələ նայեք ասենք ստեղ Ամերիկայում Թրամփը եսիպի չգրում դատավորի վրա դատավորը ասում արա դու вообще ջողում ես դու ով ես դու պրեզիդենտ ես ես դատավոր եմ Թրամփը վախենում է ջողում է որ տվթել է ու դերեկություն է խնդրում պաշտոնակ պես բանով Twitter-ով գրում է պարոն դատավոր ինձ կներեք ես այդ իրավունքը չունեի հələ նայեք էսի պետություն է вообще երբ որ կակոյտը տա բալձուգան որը որ Պեչատ դնելու տեղ չունի վրեն արդեն այնքան հանցագործություններ արել մանվելի վատով մանվելի չի ստիլշիկներ ինչքան քակ գործ կար էսի ու իր աղբի տղա այն զնդոներ անում իր աղբերը սա աղել էջմիածնում գիտեն այդ երկու պորնիկի սենուններին ինչեր էին արել ընդ որում որ հորը սպանել են սա էջմիածին դրա մասին գիտի որ այնց Հրանտն է սպանել ու այսօր անցել է 30 տարի սրանք իրանցից ոչ մի բան չեն ներկայացնում հիշում եք չէ ինչ որ իրանք դաժե խանութներով ինչ որ փող են լվում միջև ինչ որ փոչուր ինչ որ sense շիստորկա ինչ որ բաներ դեմքեր չեն էլի ու 4 դատավոր վախենում են այս գործը վեկան էսի պետությունն է իսկ Նիկոլ Փաշինյանին ինչ կասեք հիմա ինքը մեզ լսում Նիկոլ Փաշինյանին անձամբ գնացի տեսա ես էջմիածիներեք է ինքը ձյանայի հետ դեպքում էին մոտիկաց ասեցի sense գործը Եղբայր ես հիմա զբաղված եմ բան, հետո ինձ հետ զանգին ասին վարչապետը հետևողական կլինի։ Վարչապետն էլ հետևողականը 4 հատ դատավոր ու խոդենում ՊՏԽ-ն էլ նեյա քնած, չգիտեմ ինչերով է զբաղվում։ Այն Անդրեասյանն է ինչ է հետ։ Կարեն Անդրեասյան։ Հելնումա, հա, մենք պետք է սրոկերը շատ է ձգվում դատական գործերը։ Մենք հեսա սրանով, պարոն Ղուկասյան, եթե ինչ որ մի գործ կա, որով պետք է ասենք թե դատական համակարգը իրանք ցույց տա որ ահա տեսեք մենք դասվել ենք աշխատենք շանտաղալ են որս գործը առաջինը պետք է լինի որտեղ անկապ տեղը մարդուն սպանի
ոչ գողությունների, ոչ կոռուպցիայի, ոչ բան, մարդ են սպանել ու սենց Իսկ ինչ որ մի բան ունեք ասելու Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը ես ընդհանրապես գիտեք ինչ անձնավորություն եմ, ասենք դու տղա ջան, եթե խոսք ես տալի ու եթե դու մանիպուլյացիա ես անում սենց թեմաների վրա, ինչ ես քեզ ուտեմ ասելու։ Երկա դու չես ձգելու, դու ինձի խափի, նրան խափի, հետո Գսաղած գնա խափը։ Գագիկ Մելքոնյանն էլ ասում է լխի ուրիշ նախագահները կարան խափեն, այդ Նիկոլ Փաշինյանը չէ։ Դուք հասկանաք, այսինքն մակարդակն է, օրինակ ուրիշ նախագահ ով է հել է ասե, հա, հետո գնացի ասել, ով էլ ասելա, չէ, ընկելա ռեյտինգը ժողովուրդը հելելա, տուն տեղծա սրել արելա։ Ինքը մի բան է խառնում, ինքը մի բան է, ինքը մտածում է Իրան ընտրել են, Իրան չեն ընտրել։ Իրան ընտրել են, որ այն նախկին ռախպեկին նակազատ անեն իրա ձեռներով, ու ինքը վիզ վեկալավ, ես էդի կանեմ, պողպատեմ տվեք բան, քանի անգամ սաղին խափեց, ու ընդ որում դաժե այս գործը, որ մարդասպանության գործը, որ այսպես բեսպրիձելավարի մարդուն սպանին, խառնեցին, սարքին, յանը միամիտ բան, ու ինքը անձամբ վիզ վեկալեց, որ այս գործը կանի, Պետք չի ասենք, թե զանգել ասել ախպեր, գիտես ինչ կա։ Չէ, ընդամենը նույն Կարեն Անդրեասյանը կարա զանգյասի ընկեր դադավոր 7 ամիս խիստ քնցել է գործել, լավ։ Կամ էսի չանշանակամ, ով եկալում է ինքնաբացար։ Այդպես մարդուն դուք ասելու բանի չուր ունենաք, ես ընդհանրապես հետաքրքրություն առանձնապես կորցրել եմ այդ անձի հանդեպ, որը կոչվում է վարչապետ, ես չեմ իմանում ինքը ինչով է զբաղվում։ Լակելով։ Լավ իմանա, որ Իրան չեն ընտրել են, որ կասասնեն նախկիններին, ու ինքը էդի վիզեր վեկալ է։ Ոչ մի բանով ինքը իր խոսքին տեր չեղավ, սկան բան։ Եղավ, շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն պարոն Ուգասյանի։ Եվ ես այնքան ուրախ եմ մի կողմից, որ ամեն օր, ոչ թե ամեն օր, ամեն ժամ ավելի ու ավելի մարդիկ են հասկանում, որ սրանք բոզի տղա են, նրանք բոզի տղա են։ Դաժե արաբերեն գրելա նորից, հարգաժան մարդ, ասա, որ ամբողջ Սաուդյան Արաբիան ծծցնի Նիկոլին էլ, Սիսին էլ, Սաղին էլ, ռուսերեն ա գրե։ Արդյունքն արդեն արաբներն են հայերի փոխարեն, ուզում հայերի իշխանությանը ծծցնեն։ Որտե սա իշխանություն չի։ Այն Գագիկ Մելքոնյան բոզի տղեն էլ ասում է խափմա լավա անը։ Դուք լստենայեք։ Հələ մի հատ այդ թեմայով էլ մի հատ հաճելի մարդ կա։ Հələ գանի զանգենք այդ մարդ։ Տենանք հələ դա իրավաբանական տերմինոլոգիա է թե ոչ։ Մեզ գրում են, որ Վարդան TikTok-ը փակեցին։ Հետարքիրը։ Եթե փակել են լավ են արել։ Hi Melly Bobby. Արլխնոցի գլխավոր նակազա։ Չէ, մու TikTok-ը կա։ Եթե հայերի համար են բանը փակել լավ են արել։ Так, ուրա։ Իրավաբան մարդ, տենակ ոնց է մեկնաբանում։ Ալո։ Պարոն Պետրոսյան, բարև ձեզ։ Դուք դարել եք մեր հաղորդաշարի մշտական հյուրը, չգիտեմ ձեզ դուր ա գալի թե չէ, բայց ես մեկումներ որոշում եմ ձեզ զանգել։ Խելացի մարդկանց հետ շփվելը հաճելի է։ Ես ինչ եմ զանգարել ձեզ, Գագիկ Մելքոնյան ազգային ժողովի ոչ բարով պատգամավորը ասում է, եթե Նիկոլը խափումա լավ անեմ, խի ուրիշները կարան խափեն, մենք չէ։ Ուրիշ երկրի ղեկավարները։ Ես կուզենայի մի հատ ձեր գնահատականը որպես իրավաբանության դոցենտ լսել, ինչքանով է սա նորմալ բան, երբ որ իշխանության ներկայացուցիչները արդեն խոստովանում են, որ խափել են ուրեմն լավ են արել։ Իմ գնահատականը տեսեք, երկու մասից է բաղկացած՝ բարոյական եւ զուտ իրավական։ Բարոյականը։ Բարոյականը ասեմ, որ դա անբարոյականության գագաթնակետն է, երբ որ պետական պաշտոնյան խրախուսում է ստախոսությունը։
Եվ պատկերացնում եք նա ինչքան թքած ունի գեներալի կոչման վրա։ Ինչքան է նսեմացնում գեներալի կոչումը։ Դուք էլ, ես էլ, մենք երիտասարդ տարիքում երեխա ժամանակ, որ գեներալ ասում են, մենք ակամայից ոտքի ենք անում, չէ՞։ Ի նշան հարգանքի։ Մեր համար դա ասեմ ավելի պաշտամունքի առարկա էր։ Դե հա, նաև բանակում։ Մարդը լինելով գեներալ, դուք զինվորական եք եղել եւ լավ կհասկանաք, թե ես ինչ եմ ուզում ասել։ Սա լինելով գեներալ թքած ունի իր անցյալի վրա եւ ընդհանրապես այդ կոչման վրա, ծառայության վրա։ Եվ սրա նպատակը միայն նա, որ ինքը ոնց անի, որ Նիկոլ Փաշինի աչքին բանը երևա, իբրև թե նրա լավը կամեցող, ջանդամ թե իր անցյալն էլ չի խայտարակի, ընդհանրապես զինվորական ծառայություն։ Չէ, դե որպես քաղաքական դեմ կանգնել ասել, որ գիտես ինչ, խափել ենք, լավ ենք արել, ուրիշները կարան խափեն, մենք չէ, դա էդի նորմալ է։ Չէ, նա տեսեք ինքը քաղաքական դեմ չի եղել, չէ եւ չի էլ լինելու։ Նա ուր քաղաքականությունն ուր։ Գիտեք, այն մի հատ արտահայտություն կա, որ ասում են, որ քաղաքականությունը օրնակություն է։ Ես անկեղծ ասած չեմ կիսում այդ արտահայտությունը։ Ինչու՞, որովհետեւ գտնում եմ, որ այդ արտահայտությունը հնարել են օրնիկները քաղաքականության մեջ իրենց մուտքը եւ գոյությունը արդարացնելու նպատակով։ Իսկ հիմա զուտ իրավական տեսանկյունից։ Տեսեք, ինքը ասում է, խափել են, լավ արեն։ Խի ուրիշ երկրների ղեկավարները չեն խափում։ Սա նույն բանն է, ոնց որ մի աղջիկ զբաղվի անբարոյականությամբ, օրնակությամբ, եւ երբ որ նրան անպաստանեն օրնիկ վարկագծի համար, ասի դե գիտեք ինչ, դե ով չի անում, որ ես էլ եմ անում։ Հա։ Սա մոտարապես այդպիսի բան է։ Հիմա անցավ զուտ իրավական վերլուծանը։ Եթե տեսեք, ինքը պետքա ում խափի, կամ ներքին ժողովրդին, չէ իր երկրի ժողովրդին։ Կամ դրսի ղեկավարներին։ Այո, կամ արտաքին աշխարհին, կամ ներքին խափեություն ցույց տա։ Հիմա ներքին խափեության իմաստով նա փաստորեն Նիկոլ Փաշինին փուրն է տալիս, ինչ առումով։ Որովհետև սահմանադրության երկրորդ հոդվածի համաձայն, որ ասում է իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ես բազմաթիվ առիթներով ասել եմ, հիմա էլ կրկնում եմ։ Իշխանությունը ժողովրդին պատկանելը դա ամեն առաջինը նշանակում է ոչ թե ընտրությունների ձևական նկարչությամբ զբաղվելը, այլ ցանկացած իշխանության ձևավորման դեպքում ժողովրդին ճիշտ հաշվետվողականություն ներկայացնելը, ճիշտ հաշվետվություն ներկայացնելը, ճիշտ դեկուցնելը, որովհետև ժողովուրդը ունի ճիշտ կառավարվելու իրավունք, որը բխում է Սահմանադրության երկրորդ հոդվածի բովանդակությունից։ Այսինքն ինքը սրանով ուզում է ասել, որ Նիկոլ Փաշինը խախտել է Սահմանադրության երկրորդ հոդվածը, այսինքն որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Իսկ Սահմանադրության երկրորդ հոդվածի փաստացի դադարեցումը, սա ոչ ավել ոչ պակաս Հայաստանի գործող քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածի համաձայն համարվում է սահմանադրական կարգի տապալում, ինչի համար նախատեսված է մինչև 15 տարի ազատազրկում։ Տեսեք ոնց է փուրը տալիս իր սիրասուն ղեկավարը։ Հաջորդը, եթե նա խափում է արտաքին աշխարհին, սրանով իսկ նաև խախտում է Սահմանադրության 13-րդ հոդվածը, համաձայն որի ասում է Հայաստանի Հանրապետությունը իր արտաքին քաղաքականությունը կառուցում է, իրականացնում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, օտար երկրների հետ, այսինքն բոլոր պետությունների հետ արդարացի համագործակցության մթնոլորտում։ Հիմա սա ինչքանով է համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության հեղինակությանը։ Պատկերացնում եք, հիմա Թշնամի պետությունն էլ հələ բնական առաջինը ինքն է օգտվելու այս արժեքից, այս պատուղից։ Բայց եվրոպական երկրները, Ռուսաստանը, ասել են սա մի երկիր է, որի ազգային ժողովի մանդատակիրը ես դրանց պատգամավոր չեմ անվանում։ Այդ մանդատակիրը հայտարարում է օրենսդիր մարմնի անդամը, որի երկրի ղեկավարը իրավունք ունի խაფել, քանի որ մյուս երկրներ, բոլոր երկրների ղեկավարներն են խაფում։ Դե գնա։ Հայաստանի Հանրապետությունում գործում է պատգամավորի ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին 2016 թվականի դեկտեմբերի 16-ի օրենքը, որի երրորդ հոդվածը սահմանում է պատգամավորի վարքագծի էթիկայի կանոնները, որը պարտադիր է բնականաբար ցանկացած պատգամավորի համար։ Ես պատգամավոր այդ Գագիկ Մերկորյանի նկատի չունեմ, ես կարգավիճակը նկատի ունեմ, նա ուր պատգամավորն։ Ուրեմն առաջի կետը երրորդ հոդվածի ասում է հարգել օրենքը եւ ենթարկել օրենքին։ Կարծում եմ ես մինչեւ այս մեր պահի զրույցը ես
իմ կարծիքով հիմնավորեցի, որ նա թքած ունի օրենքի վրա։ Հարգել հանրության բարոյական նորմերը, պատկերացնեք ազգային ժողովի падգամավորը խրախուսում է ստախոսությունը ամենաբարձր մակարդակում։ Դե տեսեք, թե նա ինչքանով է պահպանում երկրորդ կետի պահանջը։ Նույն հոդվածի 6-րդ կետը, երրորդ մասի, ասում է իր գործունեությամբ падգամավորը պարտավոր է նպաստել ազգային ժողովի նկատմամբ հասարակության հեղինակության բարձրացմանը։ Դուք պատկերացնում եք հասարակությունը նայում է Մելքոնյան Գագիկի դեմքին ու տեսնում է, թե սա ոնց ասում, որ լավ անում, որ խափում է։ Լավ անում որ խափում է, բա ինչ։ Մարդեն լավ ասեց, ինձ պողպատե մանդատ տվեք, ժողովուրդը երկրորդ անգամ են չագուջը, մագուջը տապորը վեկալան, ասին, ու այսօր ինչ ասում Հայաստանի Հանրապետության վարչապետման կոչված, այսօր որ նա երեկավորն է, որ մենք դպրոց սարքել չգիտենք։ Այսինքն ով շինարար հային ժողովուրդ են արտահայտությունը, որը որ կա, այս ամբողջ աշխարհով մենք էլ ենք խարխատարակ, որ հայ ժողովուրդը, հայ վարպետը, հայ բանվորը, հայ շինարար դպրոց սարքել չգիտի։ Էդ էլ չենք կարող անենք։ Այդ դեպքում, երբ հայ ժողովուրդը լինելով փոքրաթիվ ժողովուրդ, քանակական իմաստով, բայց իր դպրոցաշինությամբ, իր գիտությամբ, իր կրթության ոլորտում ունեցած հաջողություններով ամբողջ աշխարհին դաս է տվել։ Իսկ ես կենթաներն ասում եմ, մենք դպրոց չունենք, մենք դպրոց սարքել չգիտենք։ Մի թալանի, ով է մեղավոր, որ դու 500 դրամանոց դուշը դպրոցի վրա գրում ես 72000 դրամ, ատկատներով հետո ասում ես մենք սարքել չգիտենք։ Քո այդ նախարար, մախարար դրանց դու թողել ես որ թալանեն, դպրոցն էլ անորակ սա, հետո հելում ես ամբողջ աշխարհով մեկ, սա Ադրբեջան, Թուրքիա ասում են ոչ թե սրանք դպրոց սարքել եթե չգիտեն, շինարարություն չգիտեն, սրանք երկիր կարան պահե։ Մինչդեռ հայը եղել է դպրոցաշինության խորհրդանիշ, չափանիշ, օրինակ։ Կներեք, շարունակեմ մյուս մի դրույթ էլ կա այդ հոդվածի, որ ասում է падգամավորը պարտավոր է, բառացի ցիտում է հոդվածը։ Երրորդ հոդվածի 7-րդ կետն է։ Ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել падգամավորի վայր վարքագիծ։ Մելքոնյան Գագոյի վարքագիծը падգամավորի վայրը, բայց ժողովրդի ցանկացած ներկայացուցիչ, ես չեմ սիրում այդ արտահայտությունը շարքային քաղաքացի, ես գտնում եմ որ մարդը շարքային չի ու բոլորն էլ հավասար են օրենքի առաջ, բոլորն էլ կարող են ասեն, դե որ падգամավորը սենց է մտածում, որ լավ անում, որ երկրի փաստացի ղեկավարը խափում է, թե ներքին հանրությանը, թե արտաքին, ուրեմն մենք էլ ինչ հանցանք ուզենանք կարող թույլ տանք։ Չէ՞ որ սահմանադրությունը հրճակվում է օրենքի առաջ 28-րդ հոդվածով։ Ես չգիտեմ դուք տեղյակ եք թե չէ, բայց Մելքոնյան Գագոյին զինված ուժերից վտարեցին թալանի եւ կոռուպցիայի համար։ Հետո Վազգեն Սարգսյանից հետո, երբ որ տեղ ունեցավ այդ ամեն ինչը, բերին դրին, որ շմելի շարունակեց լափել, էլի նորից հանին գցին դուրս։ Մելքոնյան Գագոն եղել է բանակը թալանող անձանցից մեկը։ Ինքը այդ իր բարոյականության այդ վերջնահաշվար վաղուց վերջնահաշվար կատարած անձնավորությունը այն օրը նաև մեկ այլ խայտարակ պնդումով էր հանդես գալի, որ մենք մինչև հիմա ճորտ ենք եղել, այ հիմա արդեն Նիկոլ Փաշինյանով մենք ճորտ չենք։ Այդ աղա, եկա մարդ ես, գետին էլ չես մտնում, պրոստը տարիքով իզնից մեծ է, չէ։ Սկսավ Աբազի հիմնարկ աշխատելը։ Այս մարդը հենց իմ հետ խոսում է, հեռախոսը տեղում գմպստում են։ Ես չգիտեմ, ինչ-որ մեկը վրաս գալի կայնում է Գևորգի տան մոտ Երևակայ ու ինչ-որ բան միացնում է։ Всё գնաց կապը։ Ոչ մեկի հետ այսքան մարդու հետ մենք խոսում ենք, ոչ մեկի հետ նման բան չի լինում։ Լավ, հələ թողանք, սա այսպես, եթե կարող է հետ զանգի, մենք բան կանենք։ Ուրեմն այս խայտարակ հայտարարությունը, որ մենք դպրոց սարքել չգիտենք, տղա ջան, բա այս սաղ դպրոցները ով է սարքել։ 1921-22 թվականից Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցները ով է սարքել։ Պորտուգալացին, արաբը, թուրքը։ Այդ հանրապետության հրապարակը, այ բոզի տղա, որտեղ դու վեր ես ընկած, այդ կառավարության շենքը, համխի շենքը, մարզահամերգային համալիրը, ստադիոնը, չգիտեմ ես ամբողջ Երևանը ով է սարքել, Աբովյան փողոցը եւ այլն, ատոմակայանը, մետրոն, ով է սարքել, հայ ժողովուրդը։
Այո, ֆինանսավորել է Մոսկվան, կառուցել է հայ շինարարը։ Մի հատ երկիչ կար ժամանակին, անունը Մարատ, հիմա Մարատ ազգանունը չեմ հիշում, որ երկում էր հայ շինարար, դու շինարար։ Այդ հայ շինարար երկի տակ, այդ Մարատը ինչքան շինարար կա, քո տուն ու տեղը ծսցնեն, բոզի տաղա։ Պարոն Պետրոսյան։ Ալո։ Ինչպես միշտ։ Ինչպես ասում եմ, մենակ ձեր հետ ասես բանել եմ, խոսալու ժամանակ բլթ ձեր կապը գնում է։ Հա։ Աբազի հիմնակն աշխատում է։ Քիչ բան մնաց ինձ ասելու եւ վերջապես նրա արարմունքը, հա էդ էի ասում, չգիտեմ որտեղ ընդհատվեց, որ այդ ցնցուղների, բանի, դպրոցների, սպորտ դահլիճների ուսումնասիրության արդյունքով որևէ քրեական վարույթ չի հարուցվել։ Այդ դուշևոն։ Ծառայությունն սա կալողունությունն է, ինքը ընդամենը շոուի է ուզում ցույց տա հավանական արտահայտ։ Պրոստը եմ հասկանամ շինարարների խի կպավ։ Հիմա ինչ է նախագծե, որ եմել ասա մենք դպրոց սարքել չգիտենք։ Այդ ինչ հասկացա ես։ Եվ վերջապես այդ Գագիկ Մելքոնյան կոչեցյալ երկոտանու արարքի վերաբերյալ պատգամավորի երթում կա։ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորը տալիս է երթում։ Ես խնդրում եմ, թող մեր հարգելի ազգաբնակչությունը, դուք եք ժամանակ ունեք, մի հատ նայեք սահմանադրական օրենքի 33 հոդվածը, տեսեք Գագիկ Մելքոնյանի խոսքը այդ երթման որ տողին է համապատասխանում։ Հետևաբար, եթե բոլորը հավասար են օրենքի առաջ, ինչպես իշխանական, այնպես էլ ոչ իշխանական պատգամավորները, արդյոք էթիկայի հանձնաժողով ձևավորվելու նախաձեռնություն այդ այլանդակ արտահայտությունից հետո դրսևորվել է թե ոչ, ես վստահ եմ, որ ոչ, որովհետև Նիկոլ Փաշինը երկակի ստանդարտների մոլագար է։ Եղավ, շնորհակալություն ձեզ։ Մեզ այստեղ ուղեցին արդեն այդ երկիչի ազգանունը Մարատ Հայրապետյան, որ երգում էր հայ շինարար։ Բա ոնց չասեմ, հայ շինարարները շինեն կնգատ։ Հիմա խիֆրացիր, գնացիր կպար դպրոցաշինությանը, ասում մենք դպրոց սարքել չգիտենք։ Բա ինչ գիտենք, տղա ջան։ Այո, այս ժողովուրդը այնքանով է մեղավոր, որ քո նման երևույթին երկու անգամ գնաց ու ընտրեց։ Նամանավանդ երկրորդ անգամ գնաց ու ընտրեց խայտարակ պատերազմի պարտությունից հետո։ Ու այսքանից հետո նորից գնացին թեկուզ եւ շատ քիչ տոկոսով Երևան քաղաքում տարար 25%, իսկ քանի տոկոս ձայն են սիսի բոզի տղեն, բայց դա էլ չպիտի լիներ։ Սիրելի ժողովուրդ, այս ամեն ինչի զարգացող իրավիճակը, որը որ սենց մեկ տեմպերով գնում ենք առաջ դեպի անդունդ։ Եվ նկատելով այս ամենը, это որ ասում է, есть же у нас свои люди и там։ Մեր աղբյուրներով, մեր, այսպես ասած, օպերատիվ սվոդկեքով, մեր հարցումներով, ոչ միայն նաև մեր, այլ նաև տարբեր ուժային կառույցների հարցումներով, տարբեր միջազգային կառույցների գաղտնի հարցումներով, եվրոպական, ռուսական, ամերիկյան, ամեն ինչը այս պայդրությամբ բերեք կանգնացրել է նրան, որ Հայաստանի Հանրապետությունում երկրորդ ուժը դա այս պայդրությամբ Վարդան Ղուկասյանն է։ Եվ վախենալով այդ անձի կերպարից, վախենալով այդ անձի գաղափարախոսությունից եւ այլն, Նիկոլ Փաշինյանը զերծամնում վաղաժամկետ ընտրությունների գնալուց, զերծամնում սահմանադրություն փոխելուց։ Եթե տեսեք սահմանադրության մասին խոսակցությունները փակվան, մարդը զգաց, որ անհնար է, որով էլ ռումքցի սահմանադրություն չի կարա փոխի։ Իսկ սահմանադրության ամենամեծ խոչընդոտող ազնվորությունը փոփոխման ով է Վարդան Ղուկասյանն է։ Այսօր Վարդան Ղուկասյանը մեռնի, մի քանի օրից սահմանադրական հանրաքվեի հարցը կլինի ջրերես։ Այսօր Վարդան Ղուկասյանը մեռնի, մի քանի օրից Նիկոլ Փաշինյանը կհայտարարի, որ գնում է վաղաժամ ընտրությունների, որովհետև այդպես է պետք եւ այլն, որովհետև այն ընդդիմությունը, որը այսպես կոչված այսօր կա, ռոբասերժական, լրիվ մեկը մեկին լրացնելով, էլի երկիրը կարանտանեն այն հունով, որով որ տանում են։ Ռուսական կողմը այսօր հելել ասում է, ինչ նախագծերա պատրաստում, ես ինչեր անում, надо снять Նիկոլա Բաբաևիչը, надо его убрать եւ այլն։ Բայց նույն ռուսական կողմը
ամիսներ առաջ, տարիներ առաջ գովում էր Նիկոլ Փաշինյանին. Նույն президент Российской Федерации в своем интервью сказал, что Никол Пашинян это хороший премьер-министр, он не хотел остановить войну, он хотел воевать, он любит свой народ. А сейчас почему-то та же самая Российская Федерация хочет любым способом убрать Никола Пашиняна. 5 лет вы с этим идиотом сотрудничаете. 5 лет. Что там изменилось? А если Равичагна? Եվ նախկիններ, ներկաներ, միակ խանգարող մարդը, միակ խանգարող կերպարը այս մարդն է։ Ուրիշ ոչ մեկ։ Գտեք մի հոգու անուն ազգանուն գրեք, ով խանգարում է այս երկուսին։ Անենց ոնց որ ես։ Չկա գոյություն չունի։ Գտեք մի հատ քաղաքական կամ պետական դեմք, ով որ 5 տարի շարունակ շաբաթական 3 անգամ օր ու գիշեր ցերեկ առավոտ հələ դուք միայն նայում եք եթերային մասը, բայց ոչ եթերային։ Իշքան հարցեր լուծվում են արտաեթերային։ Զանգստե, զանգես թաղապետին, զանգես բժշկին, զանգես մեկը, զանգեն մեկը եւ այլն, որովհետեւ մենք խաբարել չենք, դաժե մեծ մասամբ էլ իմանոն օգտագործելով։ Մարդիկ ստանում են իրենց հարցերի լուծումը։ Այսօր չկա տենց ազգային ժողովի падգամավոր, չկա տենց պետական գործիչ, քաղաքական գործիչ եւ այլն, ով որ այս տիպի ներվերը փչացնի, ոռահանալնի հանուն Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության։ Չկա նեմա։ Եվ սրանց միակ խանգարողը մնում եմ ես։ Տարբեր ֆրոնտներով եմ իջով շատ ուրախ եմ, որ գրեցին, որ TikTok-ը կա, լավ որ կա։ Ու այս սրանց միակ խանգարողը մնում եմ ես։ Էլ ինչեր հեքիաթներ մոգոնելով, շորթումներ մոգոնելով, ադրբեջանցի դարձնելով, վարքաբեկելով, էսանելով, միևնույն է չի ստացվում։ Չի ստացվում։ Եկող սերունդը իմ սերունդն է, գործող Հայաստանի Հանրապետությունում ապրող ազգաբնակության մեծ մասն էլ հասկանում է, այ մարդես մարդը ինչ սխալ բան է անում։ Ով է այսօր, որ մի падգամավորն է ցուցակը խփում ձեռին, գնում ասում են գերպաշտպանության նախարար բանակ չծառայածներին բռնի։ Որ մի падգամավորն է գնում այս Ռակով հիվանդի հետևից, այն մեկի հետևից, այս մի երեխուն որ չպիտի ազատեին հիվանդությամբ, բայց հարցը լուծում է այդ մարդնոյից ազատվում, չկա, բոլորը թքած ունեն ամբողջ ժողովրդի վրա։ Սկսած այդ փառքի անկյուններ եւ այլն։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Վարդան Ղուկասյանը այո ունի մինուսներ։ Ունի։ Բոլորս էլ ունեն, եթե դու մարդ ես, պիտի ունենաս, չես կարող չունենալ։ Բայց Վարդան Ղուկասյանը ունի մի առավելություն։ Մի մեծ հզոր առավելություն։ Ես ունեմ իմ կյանքի նպատակն է։ Մտնել պատմության մեջ, մտնել դասագրքի մեջ, մարդ ով արեց ամեն ինչ Հայաստանի Հանրապետության համար։ Ես չունեմ ընտանիք, ես չունեմ հորողբերներ, քեռիներ, մորքուրներ, տուդասուդա, կուր աղբեր եւ այլն։ Ես ուզում եմ, որ ինձ հիշեն դարեր։ Ես միշտ, երբ որ փոքր ժամանակ նայում էի ֆիլմեր եւ այլն, երբ որ Աքիլես, Մաքիլես, Գերակալ, Մերակալ, այդ բոլոր այդ հունական բաներով եւ այլն, այսինքն բոլոր հունական դիցաբանության հերոսների Ադիսեյ բոլորի նպատակը նա էր Ալեքսանդր, որ իրենց հիշեն սերունդները։ Ոնց որ այսօր մենք հիշում ենք Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան, Կոմիտաս, Անդրանիկ Օզանյան եւ այլն, չնայած սրանք կամաց տանում են դրան, որ դրանց էլ մենք մոռանանք։ Այո, ազգը պիտի հիշի եւ իր բոզի տղեկին եւ իր հերոսներին։ Ես ուզում եմ հիշվեմ։ Ես ուզում եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը իմ կյանքի գոյության տարիների ընթացքում որպես պետական գործիչ կամ երկրի ղեկավար, այդ ժողովուրդը ապրի ու իզնից հետո իմ վախճանից հետո ասի կար մի դարաշրջան, որը կարելի է անվանել Վելիկալեպնի վեկ կամ Զալատոյ վեկ, ոնց որ Անգլիայի թագուհու կամ Սուլթան Սուլեյման եւ այլն, որտեղ ժողովուրդը ապրել է նորմալ։ Ժողովուրդը ոնց որ հիմա մենք կարոտով ենք հիշում սովետական միության մեր ապրած տարիները, մեր հարևաններին չունենք, բայց բոլորս երջանիկ էինք։ Կամ խորհրդային միության ժամանակ ունենք, էլի երջանիկ էինք։ Ես ուզում եմ այդպիսի գեղեցիկ ժամանակաշրջան տպավորվի իմ սերունդների մեջ, հայ ժողովրդի, Հայաստանում ապրող քաղաքացիների։ Ես ուզում եմ իզնից հետո թողնել հզոր բանակ,
թողնել հզոր տնտեսություն։ Հայաստանը սարքել այնպիսի պետություն, որ մատով ցույց տան նախանձեն մեր հարևան երկրները, չասեն կոռուպցիա, թալան, բարդակ, բոզիտողություն, մարդասպանություն եւ այլն։ Բայց այդ ամենը կարելի է անել միայն դիկտատուրայով։ Այլ կերպ հնարավոր չի։ Դեմի 1-2 տարին պիտի լինի տոտալ դիկտատուրա, որի արդյունքում դնես ռելսերի վրա, նոր դրա հունով գնա։ Ուրիշ կերպ հնարավոր չի։ Տեսանք ինչի բերեց Նիկոլի Թավշա սիրո բաց ձեռքերի հեղափոխությունը, ավիրեց, ծածարեց Հայաստանի Հանրապետությունը, փռեց արևի տակ։ Ամեն քայլի ժամանակ մենք առաջում ենք խնդիրների, բողոքների, գանգատների, պետական բացիտող իրավիճակի։ Ոչ նախկինները պատժվեցին, ոչ ներկաները պատժվեցին։ Կուժնուկուլեն նորից ջարդվավ այն սոցիալապես անապահով մարդկանց գլխին եւ գնալով այդ խնդիրն ավելանում է։ Ոստի դուք պետք է հավատաք ինձ իմ 5-6 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքով միայն, ոչ թե զուտ հավայի խոսքեր, ընտրությունից ընտրություն, ռուպը վեկալենք մեր ձեռք քաղաքական գնչուների նման գանք մտնենք փողոցներով, խոստումներ ասեք, անենք, մեկը դիմադիր ենք, խոստումներ շախտանք ու թողենք այդտեղ։ 5 տարի վсё մոռացանք, մեկ էլ նորից 5 տարի հետո նորից գանք։ Դա չկա։ Ես 5 տարիա ձեր հետ եմ, գիշեր ու ցերեկ։ Եվ մենք միասին, ձեզ հետ միասին պիտի մաքրենք, դառնանք սանիտար եւ մաքրենք մեր երկիրը, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, այս բոզի տղեկից։ Նախկին, ներկա, բոզի տղեկից, բարիս ամենաբուն իմաստով։ Եվ հաղորդման վերջում եւս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել մեր կանանց մարտի 8-ը։ Չնայած շնորհավորելու բան էլ չեմ տեսնում, հայտարարել էին, որ տրանսպորտը Երևանում պիտի լինի այդ օրը անվճար, բայց խնդրեմ, օրագիրը, եթե չեմ սխալվում, նկարահանել էր եւ դրել էր, որ Երևան քաղաքում անգամ մարտի 8-ին տրանսպորտը վճարովի էր կանանց համար։ Այն որ ասում են, ասեք կանենք։ Ոչի բան է սրանք չեն անի։ Առավել եւս ամսի 13-ին տրանսպորտը թանկանալու է։ Որոշումը ուզում ընդունի Երևանի ավականին։ Մենք պետք է հետևենք։ Եվ այս ամեն տեսակի գորշ ու մռայլ գույների մեջ ես ամեն դեպքում ցանկանում եմ մեր կանանց աղջիկներին առողջություն, հաջողություն եւ ընտրության ժամանակ անպայման գնալ ընտրատեղամաս, գնալ եւ իրենց ձայնը տալ այն մարդուն, ով գիշեր ու ցերեկ ձեզ հետ է, կատարելով ճիշտ ընտրություն։ Շնորհակալություն, միշտ նոր հանդիպում։